Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում Կիրակնորյա դասեր հաղորդաշարն է եւ այսօրվա իմ զրուցակիցը Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։ Շնորհակալ եմ, պարոն Մարտիրոսյան, հրավերս ընդունելու համար։ Ոնց հասկանում եմ ձեր գրառումներից, դուք այն մարդկանցից եք, որ սոցհարցումներին առանձնապես չեք վստահում։ Ինչու՞։ Սոցհարցումները գիտություն է, չէ՞, դա որպես վերջի։ Սոցիոլոգները կասեն այո եւ ճիշտ կլինեն։ Խնդիրը այստեղ հետեւյալն է, ինչպես են օգտագործում սոցիոլոգիական հարցումները եւ տվյալները սոցիոլոգիական հարցումները, ինչ խնդիր են լուծում։ Ամենամեծ խնդիրը հետեւյալն է, նախընտրական փուլում ամեն ինչ ունենում է ավելի շատ ռոպագանդայի առաքելություն, քան իրականության մատուցման։ Առավել ևս, երբ որ սոցիոլոգիական տվյալների հետ ժանգլյորություն անելը շատ նորմալ կուլտուրա է դարել Հայաստանում, հատկապես նախընտրական։ Ինչի՞ միայն Հայաստանում, եւ այնպես որ սոցհարցումների տվյալներին կարելի է հավատալ, բայց պետք է ուշադիր լինել, թե դրանք ինչպես են կիրառվում, ինչ խնդիր են լուծում։ Ես համոզված եմ մեկ հանգամանքում, որ այս փուլում ամենաճշգրիտ սոցիոլոգիական հարցումները չեն հրապարակվում, այլ քաղաքական ուժերը դրանք իրականացնում են եւ օգտագործում են սեփական աշխատանքների շատ ավելի սրբագրման, իրենց քաղաքական, քարոզչական նարատիվների թույլ եւ ուժեղ կողմերը բացահայտելու եւ այնուամենայնիվ դրանք թիրախային օգտագործելու համար։ Մնացած բոլոր տվյալներով կամ բոլոր հնարավորությունները միշտ օգտագործում են որպես քարոզչական, ռոպագանդիստական երևույթներ, որոնք որ ցույց են տալիս, թե ով ինչ հնարավորություններ ունի, ով ինչ շանսեր ունի անցնելու եւ իր քաղաքական նարատիվներն ավելի խորացնելու։ Հիմա վերանանք ում ինչ տոկոս է տալիս իր սոցհարցումներով այս կամ այն կազմակերպությունը։ Վերանանք, հա, մեկը սրան վստահում է, մյուսը չի վստահում։ Իհարկե կան նաեւ քաղաքական ուժեր, որոնք սոցհարցումներ են պատվիրում բոլորովին այլ նպատակներով, որպեսզի իսկապես տրամադրությունները հասկանան, անելիքները, խնդիրները հասկանան։ Եվ դա օգտագործում են իրականում իրենց աշխատանքային մեջ ցավոք այդ ուժերից կան, որ չեն մասնակցում, ինչևէ, դա չի խնդիրը։ Ենթադրենք չեմ քննարկում, որ ուժին ինչ տոկոս են գրում, հա, որտեղ այդ գործիքից օգտվում է նաև իշխանությունը եւ հետո որպես հայտարարություն ներկայացնում, թե սահմանադրական մեծամասնություն է ունենալու։ Բայց դա այդ սահմանադրական մեծամասնություն ունենալը դա կոնկրետ քաղաքական հայտարարություն է, որի տակ ասել թե լիարժեք փաստեր կան կամ փաստարկված է կամ հիմքեր կան, դժվար է ասել, չէ։ Փաստ է, չէ, բայց նաև այն, որ իշխանությունից բացի առնվազն 4 քաղաքական ուժեր ընդդիմադիր մեծ հավանականությամբ մտնելու են մեծ հավանականությունը մեծ հավանականությամբ, այսինքն մտնելու։ Հիմա կարող ասենք թե 4-ը չլինեն, 3-ը լինեն, բայց ամեն դեպքում նրանք մտնելու են։ Հիմա ես ուզում եմ հասկանալ, վաղ չէ հետևություններ անել ընդհանուր պատկերի մասին, որովհետև ինքներդ գիտեք նաև հատկապես կարևոր է արդեն քարոզչության ամիսը եւ առավել կարևոր վերջին ընտրություններից առաջ վերջին 10 օրը, հա, որպեսզի մարդիկ կողմնորոշեն, որովհետև հիմա ինչը միացնում է քաղաքական քարոզարշավի բան է, կոնտենտ է տալիս։ Ես չեմ հիշում որևէ նախընտրական փուլ, որ սկսվել է Հայաստանում այսքան վաղ, հա։ Միգուցե նախորդ ընտրությունները դրանք արտահերթ ընտրություններ են եւ միջանցքը շատ կարճ էր շատ բացվելու համար, բայց հասկանալի է, որ այս ժամանակահատվածում, այո, ընտրարշավը սկսվել է շատ շուտ եւ ամենաշուտը սկսել է Նիկոլ Փաշինյանի միջոցով ընտրարշավը։ Դե դրա համար էլ չի կանխում դա, որովհետեւ ինքն է սկսել։ Թե չէ այլապես կասեին, վայ, ընդդիմությունը տեսեք խախտում է օրենքը, քարոզարշավ է սկսել։ Ես հասկանում եմ, որ մեր զրույցի սպասումները մի քիչ այլ կարող են լինել, բայց ես ավելի կողմնակից եմ, որ մենք գետնին կանգնացնելու առաքելություն ունենք այսօր։ Ում ենք գետնին կանգնացնում։ Գոնե թե որ ճշտենք։ Հիմա գոնե թե մեզ կամ այն ուժերին, ովքեր որ հավանականության մասին են խոսում անցնելու։ Դա իրենց շատ ավելի օգտակար է լինելու, քան այլ ամեն ինչ լավ է ասելու տրամաբանությունը։ Այնուամենայնիվ ամենաշուտը սկսել է Նիկոլ Փաշինյանը, ամենաառաջատարը Նիկոլ Փաշինյանն է այսօր, որովհետև նա բազմագույն գունապնակներով է աշխատում հասարակական տարբեր շերտերի, նա ունի որոշակի տնային աշխատանք, իդեմս իր քաղաքական կուրսը իրականացնելու, նա ունի տնային աշխատանք, որով նա կարողանում է դուրս գալ փողոց, շփվել մարդկանց հետ, եթե ուշադիր կլինեք վերջին իրադարձությունների ժամանակ, նա անընդհատ խոսում է ստանալու համար արձագանք, թե
բժշկական ծառայությունների ապահովագրության էլեմենտի ինչպես է հասարակությունը ընդունել, այդ տոնակատարությունների տոն դարձնելու, ուրախություն դարձնելու նարատիվները ինչպես է խորացնում։ Դա աշխատող մեթոդաբանություն է, ինչու, որովհետև հասարակական լայն շերտերին ներգրավվածությունը բարձր տոկոսայնությամբ ապահովելու հնարավորություն է տալիս։ Ինչ են անում են ուժերը, ովքեր որ հավակնում են իշխանության կամ գոնե թե իրենց հայտարարություններով հավակնում են թույլ չտալու, որպեսզի իշխանությունը վերարտադրվի։ Ես այդ արագությունները չեմ տեսնում։ Ոչ նրանց առաջարկների, ոչ նրանց քաղաքական նարատիվների եւ հատկապես ուզում եմ ձեր եթերում շեշտել Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունից կտրուկ կերպով տարբերվելու եւ այդ տարբերությունը որպես իրենց ընտրելու հիմնական նախապայման դնելու առումով։ Ցավոք, քաղաքական դաշտում նարատիվները հատկապես են ուժերի, ովքեր որ հավանականություն ունեն ըստ ձեզ անցնելու, նրանց նարատիվները կտրականապես քաղաքական բովանդակային առումով եւ քաղաքական ուղենիշների առումով չեն տարբերվում։ Որոշակի ժամանակ առաջ ես նմանատիպ մի քանի թեզեր էի առաջադրել, որոնք որ կօգնեին գոնե թե ընտրողի համար հասկանալու ինչով են այս ընտրության քաղաքական ուժերը կտրականապես տարբերվում միմյանցից։ Ոչ միայն իրենց քաղաքական պատկերացումներով, այլ քաղաքական առաջարկով եւ Հայաստանի Հանրապետության առաջիկա քաղաքական համակարգի տեսանկյունից։ Իմ հարցը կրում էր, եթե թույլ կտաք նորից կբարձրացնեմ, հետեւյալ նարատիվը եւ հետեւյալ տրամաբանությունը։ Նիկոլ Փաշինյանը գնում է 4-րդ հանրապետություն ստեղծելու ճանապարհով։ Նրա եւ գաղափարախոսական, եւ սոցիալական, եւ կենցաղային, եւ պատմական բոլոր տրամաբանությունները այլևս գտնվում են 3-րդ հանրապետությունից դուրս նոր հանրապետություն ստեղծելու տրամաբանության մեջ։ Քաղաքական դաշտում ովքեր են այն քաղաքական ուժերը, ովքեր որ ասում են, որ իրենք են Հայաստանի 3-րդ հանրապետության գաղափարախոսության, ժառանգականության, ողջ քաղաքական նարատիվի պահապանները, ովքեր են կտրականապես դեմ, որպեսզի նոր սահմանադրություն ընդունվի եւ ովքեր են կտրականապես դեմ այն քաղաքական բոլոր հնարավորություններին, որոնց հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի գաղափարախոսությունները։ Նիկոլ Փաշինյանը նոր հանրապետություն ստեղծողն է, հա, 4-րդ։ Նիկոլ Փաշինյանը նոր հանրապետությունը ստեղծողը չէ, Նիկոլ Փաշինյանը Հայաստանը կործանողն է, այսինքն եթե Փաշինյանը ընտրվում է եւ այն թեզերը, որոնք հա Ադրբեջանն ու Թուրքիան տալիս են բաց ասում են, եթե դա իրականացվում է, Հայաստան չի լինում։ Հիմա գուցե ձևակերպումը այդպես չեն տալիս։ Օրինակ պատկերացնում եք, ես վեր կենամ ասեմ, ես 3-րդ հանրապետություն կարող, ոչ, ինձ համար ամենակարևորը Հայաստանի լինել չլինելու հարցն է։ Ես պետք է ամեն ինչ անեմ, որ Հայաստանը չկործանեն։ Քարոզարշավի ժամանակ դու տալիս եք ընդհանրական պատասխան։ Նրանք եւս տալիս են ընդհանրական պատասխան։ Ընտրողը իր առաջ պետք է ունենա հստակ ընկալում, ինչով են քաղաքական առաջարկ անողները միմյանցից տարբերում։ Ես դա պետք է ունենա հստակ, շատ կարճ եւ շատ հստակ, նորից եմ կրկնում, պատկեր, խոսույթ եւ հանձնառություն։ Հանձնառություն, որ Նիկոլ Փաշինյանը այո տանում է հանրապետությունը կործանման, դա նույնիսկ ոչ մեկ չի մերժում։ Իսկ ինչ են պահում իրենք այդ կործանումից։ Ինչն է իրենցը, ոչ թե տարբերությունը, թե ինչն է իրենց միջև։ Ես խնդրում եմ ճիշտ հասկանալ, որովհետև ընտրողի համար մենտալ առումով հասկանալը, թե որն է տարբերությունը, ամենամեծ խնդիրներից մեկն է դարձել այսօր ընտրողի համար։ Եթե մենք այդ տարբերությունը շատ հստակ ունենայինք, մեր մասնակիցների եւ նեյտրալիտետ պահող կամ ընտրության դեռևս որոշում չունեցող գնալ թե չգնալը շատ ավելի փոքր կլիներ, ինչպես որ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ միջև հիմա դա նույնիսկ շատ շեշտակի առումով չի կրճատվել։ Ընտրողը պետք է ունենա հստակություն, ընտրողը պետք է ունենա առաջարկների հստակություն, ընտրողը պետք է ունենա հստակություն են առումով, որ այն մարդը, ով որ իր նարատիվը ասում է եւ տալիս է տարբերությունը, նա նման է իր նարատիվին։ Այլ ոչ թե այդ նարատիվները կամ առաջարկները արտահայտելուց այն աստիճանի մեծ չափաբաժին է դրել դրանց մեջ անվտանգության, բավոր չկարողանա մի եւ այլն առումով, որ գալիս է մի իրավիճակ, որ կարող է ստեղծվել հետեւյալ պատկերը,
բոլորն էլ նույնն են եւ մեծ հաշվով բոլորի առաջարկն էլ նույնն է։ Խնդիրը մնում է այստեղ էլեմենտների տարբերության մեջ։ Տեսեք, բավական շատ բան ասացիք։ Ես համաձայն եմ, որ տարբերությունները որոշ դեպքերում չի հասկացվում։ Օրինակ ինձ համար ամենակարևորը Trip Զանգեզուրի միջանցք բանն է, հա, որտեվ դա նույն Սյունիքն է։ Հետևաբար ես քաղաքական ուժերից պահանջում եմ, որպեսզի իրենք հստակ ասեն դա ինչ է։ Մեկ, հա։ Շատ լավ։ Սրա պատասխանը արդեն պատասխանում է այն հարցին, որ թե ինչու պետք է մերժել Նիկոլ Փաշինյանին, չէ՞, հետևաբար, որովհետև Զանգեզուրի միջանցք կասեն, Trip կասեն, չգիտեմ, ինչ ուզում են ասեն, հա, չգիտեմ, անունը դնեն Ֆերդինանդ, հա, դա մեր Սյունիքն է, մեր տարածքն է, մեր տարածքը, մեր Հայաստանի, տեղից մենք Վահանը կորցրեցինք մեր անվտանգության, Արցախը հիմա արդեն մեր Փարիսն է, հա, անվտանգությամբ փլվելու։ Երկրորդ, դեմոգրաֆիայի խնդիր, նույն 300,000 ադրբեջանցիների վտանգը պետք է խոսել արտահայտվել։ Սահմանադրության թեման, ես կարծում եմ, հիմա նույնիսկ այդքան պետք չի բերել բան։ Օրինակ կան ուժեր, ասում են, ես կիսանախագահականին եմ կողմ, չգիտեմ, ես նախագահականին, ասում եմ Ժորժ ջան, դա չի էականը, որտեղ Նիկոլ Փաշինյանը իրան պետքա որևէ պատճառաբանություն, որ չգիտեմ, ունքը լավը չի է սահմանադրության աչքն ածուր, չգիտեմ, ականջն մեծ եւ այլն, որ ինքը անի սահմանադրության փոփոխությունը պետք է չի թույլ տալ։ Բայց ես կարծում եմ ամեն դեպքում հիմա ուզում եմ ձեզ հետ դա քննարկեմ։ Մեծ հաշվով հասարակությունը գիտի եւ ոչ էլ աշխատեց, տեսեք, Նիկոլ Փաշինյանը հասկացավ շանտաժը չի աշխատում պատերազմով, աշխատեց ժողովրդի վրա։ Մասնակի, այո։ Ինչքան աշխատեց։ Ես տեսնում եմ հարցումները, մեր լրագրողները շփվում են։ Մարդիկ արդեն հասկացան, որ դա շանտաժ է։ Կամ էլ դու պայմանավորվել ես տղա ջան Ալիևի հետ, որ պիտի կրակի, այդպես չի։ Աշխատեց, թե հավատում են խաղաղությանը Նիկոլ Փաշինյանին։ Մասնակի, այո։ Եվ տեսեք, դուք խոսում եք նարատիվների մասին, որոնք որ Փաշինյանի հենասյուներն են։ Նախ կառավարել վախ, որի միջոցով նա կարողանում է կառավարել։ Դրա ժամկետը դուք կարծում եք, որ շատ երկար չէ, ես կարծում եմ, որ դա դեռևս աշխատում է։ Առավել ևս, երբ որ նա շատ լավ այդ նարատիվը կարողանում է ընդհանուր առմամբ սնուցել, անընդհատ։ Երկրորդը, երբ որ դուք ասում եք, որ սահմանադրության թեման կարող է չհետաքրքրել, ես ասում եմ ոչ թե հետաքրքրելու մասով, այլ գաղափարական առումով։ Ես չեմ խոսում մարդկանց մասին առայժմ, ես խոսում եմ քաղաքական ուժերի։ Գաղափարախոսական առումով նրանք պետք է ընդգծեն այս կողմում են, թե այն կողմում են։ Տեսեք, ինչու եմ ասում։ Նրանք օրինակ շատերը ասում են, ընդ որում պայքարին մասնակցող ուժերը ասում են, սահմանադրությունը չպետք է փոխվի որևէ մեկի պահանջով, առավել ևս Ալիևի եւ Թուրքիայի, Իսկ եթե Նիկոլ Փաշինյանը հիմնավորում է, որ դա հանրային պահանջ է, ի՞նչ է հանրային պահանջ։ Որովհետեւ Արցախի թեմայի առումով, հա? Ինքը կարող է շատ բան ասել, բայց մարդը հավատում է դրան։ Ինքը կարող է շատ բան ասել, բայց խնդիրը հետեւյալն է, իր ասացի առումով իր ողջ կառուցակարգերն աշխատում են։ Եվ դա շատ ավելի էֆեկտիվ է հասնում տեղ, քան նրանց աշխատանքը, ովքեր որ դա հերքում են, մերժում են եւ որպես այլընտրանք առաջարկում են իրենց։ Եկեք այսպես հասկանանք, գանք նորից սոցիոլոգիային։ Եթե մենք քիչ թե շատ չունենայինք այդ պատկերը, ապա ըստ դրամաբանության Նիկոլ Փաշինյանի ձայները բոլորից շատ չէին լինի։ Այսինքն նա խնդիր կունենար իր ձայների առումով, այսինքն այստեղ ձայների մեծամասնությունը նաև խոսում է նրա մասին, որ իր նարատիվները, որոնք որ դուք կարծում եք, որ տեղ չեն հասնում, դեռ հասնում են, դեռ աշխատում է վախի գործոնը եւ դեռ աշխատում են այդ նարատիվները անընդհատ շատ սնուցելու խողովակները։ Իմիջիայլոց, եթե այդ նարատիվները չաշխատեն շատ երկար, դրանք նորից վերականգնելու եւ դրանց նորից կյանք տալու կարիք որպես այդպեսին ուղղակիորեն չէ լինի։ Ես ես հիշեցնեմ, որ երրորդ նարատիվը, որը որ իջել է հանրային կյանք եւ հանրային դաշտ, դա հիբրիդային պատերազմի դրամաբանությունն է։ Եվ այդ հիբրիդային պատերազմը ինչ որ չափով ոչ միայն հակա աշխատելու համար է, հակառուսական ֆրոնտի եւ այլն, այլ նաեւ սեփական նարատիվները շատ ավելի լայն եւ ազդեցիկ դարձնելու առումով։ Մի բանի համար նրանք ակնկալել են
որպես այդպիսին ֆինանսական որոշակի ռեսուրսներ, բայց դա աշխատեցնելու են իշահ իրենց։ Այսինքն եւ պատերազմի եւ վախի բոլոր նարատիվները նույն այդ միջոցներով նորից էլի կյանք են ստանալու։ Եվ սրա հետ մենք ուղղակիորեն պետք է հաշվի նստենք։ Խնդիրը նրանում չէ, որ ասենք դե մարդիկ այլևս պատերազմին չեն հավատում։ Ոչ, քաղաքականության մեջ ամենաէֆեկտիվ կառավարման մեթոդներից մեկը դա վախի սնուցումն է եւ այդ վախը անընդհատ պահելը։ Դա բերում է կառավարելիության։ Հունգարիայում էլ Օրբանն էր վախեցնում պատերազմով եւ պարտվեց։ Պարտվեց, բայց Հունգարիայի պարագան մի քիչ ուրիշ է, այնտեղ իշխանությունը այլևս սպառել էր իրեն բոլոր առումներով, Սա չի սպառել։ թե ժամանակային, թե ժամկետային եւ թե նաեւ առաջարկների առումով։ Ես եւ դուք կարող ենք համաձայնվել, որ ինքը սպառել է Փաշինյանը։ Այո։ Ունենալով որոշակի դիրքավորումներ ու ունենալով որոշակի սկզբունքներ, բայց մենք մեր մասին չենք խոսում։ Չէ, ես Մենք խոսում ենք նրա մասին, թե լայն հանրային զանգվածների վրա ինքը ինչպես է ազդում, ինչպես է աշխատում եւ որքանով է դա իրեն տալու հնարավորություն նորից վերարտադրվել։ Իսկ դրա հնարավորությունները հավատացեք, որ կան։ Պարոն Մարտիրոսյան, եկեք անպայման նշենք, որ Նիկոլ Փաշինյանն իշխանություն է, որը ամբողջ պետական բյուջեն, երեք Դավիթ Անանյանը շատ ճիշտ ասաց։ Նա Միասնության թևեր կուսակցության կառավարման խորհրդի անդամ եւ ցուցակի ներկայացուցիչ Դավիթ Անանյանը, տնտեսական գիտությունների թեկնածու, հարգելի հետևորդներ, երեք բացատրեց մարդը, որ ինչպես է ԿՊ-ն պետական ամբողջ բյուջեն օգտագործում որպես իր բյուջե գրպան։ Եվ նաեւ այդ պաուստային 100 միլիարդի հանելուկը, որտեղ այսինքն 100 միլիարդ պաուստային ֆոնդը դարձյալ ինչ որ կասկածելի ծրագրերի է տրվում։ Իշխանություն է, հանրային հեռուստաընկերությունը իր ձեռքի տակ է, որը սփռում է ամբողջ Հայաստանով մեկ, ամբողջ արտաքին դերակատարներ աջակցում են իրեն։ Ես չգիտեմ իհարկե, որ օրինակ Թուրքիայի արտգործնախարարը հիացած է ու ուզում է անպայման Փաշինյանը հանձնի նորից դառնա վարչապետ, դա իրան պլյուս է թե մինուս է մեր ժողովուրդը վստահ եմ չի ընդունում, դա իրան բացասական է ազդում կամ որ Ալիևը ամեն ինչ անում են, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Հիմա, այսինքն պետք է հասկանանք, որ սա իշխանություն է ու այդ ամեն ինչը օգտագործում է։ Եվ կա նաև ամենակարևոր բանը, մեր հասարակությունը շատ դեպքերում ինքնամփոփ է դարձել։ Եվ շատերը, ես տեսնում եմ սոցհարցումներ, որ անում են նույնիսկ լրագրողները Vox Pop, շատերը չեն ասում ում են տալու իրենց ձայնը։ Այսինքն մարդիկ հասկանում են, որ դա իր իրավունքն է։ Այո, իշխանություն, բա պիտի անես, պարարտանյութ էլ պիտի տաս, այդ մեր փողերն է։ Պիտի տենդերներ էլ տաս, բայց ես գնալու եմ խցում, իմ որոշումն եմ կայացնելու։ Այսինքն նենց չի, որ Փաշինյանը վստահ է իր ուժերի վրա։ Ես չեմ խոսում վստահության մասին։ Բնականաբար վստահ չէ։ Բնականաբար նա աշխատում է ջղաձիք է։ Ամեն ինչ է։ Միևնույն ժամանակ ամեն ինչ լինելով նա հասկանում է, որ այո, իր խնդիրը այս անգամ վերարտադրվելու շատ ավելի դժվար է, շատ ավելի բարդ է, որովհետև վերարտադրվելը իր համար նշանակում է գնալ այն ուղղություններով, որը որ նա նպատակադրել է, չվերարտադրվելը նշանակում է ոչ միայն հանգիստ կյանքով չապրել, այլ առհասարակ գտնվել մեծագույն պատասխանատվություն տալու միջավայրում։ Դա կլինի քաղաքական, դա կլինի քրեական, դա կլինի բարոյական բոլոր առումներով։ Այսինքն ջրբաժանի առաջ կանգնած է։ Նա այդ տրամաբանությունով էլ աշխատում է։ Ես այդ տրամաբանության եւ տաքության եւ արագության տրամաբանությունը չեմ տեսնում նրան ընդդիմացողների մոտ։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանի ընդդիմադիր ուժերը միտված են մեծ ռիսկայնություններ ունենալով գնալ բեկման։ Ես տեսնում եմ խնդիր, որ այն բոլոր խաղի կանոնները, որոնք որ սահմանված են Փաշինյանի։ Այսինքն Փաշինյանը մահվան գնով նույնիսկ ամեն ինչ կանի, կհրահրի խժդժություններ, քաղաքացիական պատերազմ, կյանքի իր մահվան հարցն է, այսինքն ինքը կգնա մահապարտի պես ամեն ինչ կանի, դուք ընդդիմության մեջ չեք տեսնում, որ մինչև վերջ, այդպես մահապարտի պես կգնան պայքարի։ Այո, շատ ճիշտ եք ասում։ Այո, եւ սա
ընդհանրապես չի համապատասխանում այն մարտահրավերներին, այն վտանգներին, իրական վտանգներին, որոնց առաջ իրականում մենք կանգնած ենք։ Այստեղ քննադատությունը ընդհանրապես ուղղված չէ, թե ինչպես են նրանք աշխատում, չնայած մասնակի նաև կարող է այդպիսին լինել։ Խնդիրը դրված է հետևյալ կերպ. ինչ գնի կամ ինչ գին վճարելու են պատրաստ ընդդիմադիր ուժերը թույլ չտալու համար վերարտադրությունը։ Այստեղից եթե մենք դուրս ենք գալիս Տիկին Սեյրանյան եւ սա սկսում ենք բացել այն կանոնային, այն PR տեխնոլոգիաներով, այն քաղաքական տեխնոլոգիաներով, որոնցով որ նրանք աշխատում են, դա ցույց է տալիս, որ դա ուղղակիորեն չի բավարարում հանրային այն պահանջների գունապնակը, որոնք որ մենք մինչև այսօր ունենք։ Այ դա է ուզում հասկանամ, դուք ինչի հիման վրա եք դա ասում, որովհետև չստացվի, որ տեսական, հա, մտքեր են, որովհետև սոցիոլոգիային փաստորեն այդպես չեք վստահում, ես ուզում եմ հասկանալ դրա հիմքերը ինչն է, пассивությունը հասարակության մոտ կամ ինչ պիտի լինի, որ մենք հասկանանք մեսիջները հասել են։ Նա գոյություն ունի այն հանրային էներգիան, որը որ պետք է լիներ։ Հանրային էներգիան միտված փոփոխությունների։ Երկրորդը, այդ հանրային էներգիաների եւ հանրային ներառականության, այսինքն մարդկանց ընտրական քաղաքական process-ների մեջ շատ մեծ ներգրավելու եւ նրանց օգտակար գործողության գործակիցը շատ ավելի մեծ կիրառելի դարձնելու առումով։ Իմ մոտ տպավորություն է, որ բոլորը խաղում են ինչ-որ հորիզոնականների մեջ եւ այդ հորիզոնականների մեջից դուրս գալու խնդիր որպես այդպեսին դրված չէ։ Երրորդը, ես իմ մասնագիտական աչքով եմ տեսնում, թե ինչ նարատիվներով է աշխատում եւ ինչ տաքությամբ ու արագություններով է աշխատում հատկապես ընդդիմադիր զանգվածների հետ, ընդդիմադիր առաջարկ անող քաղաքական ուժերը։ Այդ արագությունները բավարար չեն։ Եթե նույնիսկ մենք մի քիչ ավելի խորացնենք եւ մոռանանք սոցիոլոգիական հարցումները, ես մոտավորապես 1 տարի իմ զրույցների մեջ անընդհատ ֆիքսում եմ, որ յուրաքանչյուրը կարծես թե նախ աշխատում է իր ընտրազանգվածի հետ, բայց այդ ընտրազանգվածներից դուրս ընտրազանգվածներն են իրենց ներառականությամբ, իրենց քաղաքական էներգիայի բարձրացմամբ որոշելու թե ինչպիսի գունապնակ եւ ինչպիսի քաղաքական իրականություն մենք ունենանք։ Ես տեսնում եմ, որ ներառականության առումով հանրային շերտերը, որոնք որ լրջագույն ազդեցություն են ունենալու արդյունքների վրա, քաղաքական արդյունքի վրա, պարտվելու կամ հաղթելու, հա, Նիկոլ Փաշինյանի, նրանք չեն ստանում են քաղաքական առաջարկները ներառական դառնալու, նրանք չեն ստանում քաղաքականանալու այն ազդակները, որոնք որ կարծես թե պետք է բերեն ընդդիմադիր շարքերին ավելի մեծ հաջողություններ։ Ընդդիմությունը չի աշխատում նույն տաքությամբ եւ նույն բարձրությամբ քաղաքական նեյտրալիտետի մեջ գտնվող հանրային զանգվածների հետ, ինչպիսի արագություններով եւ ինչպիսի էֆեկտիվությամբ որ աշխատում է Նիկոլ Փաշինյանը։ Եկեք հասկանանք ինչ հանրահավաքներ պիտի անեն, համերգներ կազմեն։ Ինչ է անում Փաշինյանը։ Մենք կխնդրեմ այդ նկարը տվել, մի հատ տնենք, հա։ Երբևէ կյանքումս չէի մտածի 52 տարեկան կին եմ, չէի մտածի, որ մայիսի 1-ը Հայաստանում, հա, աշխատողը, չեմ ասում, մեր բարեկամ հնդիկ ժողովուրդը, ասենք հրապարակ դուրս կգան իրենք, հա, չգիտեմ կամ ինչ որ կազմակերպություններ, ավիաընկերություններ, ոչ մի նորմալ արտադրողներ չկային, հա, հիշում ենք ոնց էր ան։ Ես կյանքում չէի մտածի սրանց այն ինչ անում են Disneyland-ի այն վատ բանն է ստացում։ Ուղղակի զարհուրել էր։ Հիմա այս մարտիկ, այս բաները, ասենք գնացել են ուրա փուչիկ բան, չգիտեմ ինչ Փաշինյանի ընտրողն է, չէ, ինքը պատկեր է ստանում, վիդեոներ է գցում իբրև թե, հա, սոցիալական ցանցերի էջ, TikTok, չգիտեմ, բանդես դեմ գցում, մարդիկ նայում են, մի մասը հայհոյում է, մի մասը փակում է ուղղակի, մի մասը զզվում է, մի մասը հիանում է, սրտի կանում գուցե, բայց դրանք իր ընտրողն են, ռեալ ձայները, էսա։ Սա վերջում մարդը գնում է տուն, այս ամեն ինչից հետո Շատ լավ։ Մարդը Իվետա Մուկուչյանի համերգից հետո էլ էր գնացել տուն։ Սկսել է մտածել, բայց այդ մարդը արդյոք Փաշինյանի ընտրողն է։ Իսկ միգուցե Փաշինյանը անում է գործողություններ, որոնք որ ազդելու են արդյունքում ընտրողի վրա։ Մենք հենց հիմա խոսում ենք նրա մասին եւ մեր էկրանին ոչ թե այն պատկերն է, թե ինչ է արել ընդդիմությունը, խոսում ենք նրա մասին, թե ինչ է արել Փաշինյանը։ Սա ինֆորմացիոն հասարակության այդ աշխատանքի լավագույն մեթոդներից մեկն է, երբ որ կապ չունի թե դու ինչ ես անում, կապ ունի այն, որ դու ես դա անողը, այսինքն խոսում է քո մասին, հիմնական ակտորը եւ ագենտը լինում ես դու։
լավ, թեատր ռադնավո ակտյորը դրամաբանությունը աշխատում է այդ տարբերակում, առավել եւս որ ինքը ձգտում է դրան։ Եթե դուք տեսել եք բոլոր հնարավոր տարբերակներում, դերերում, ֆունկցիոնալությունների մեջ, տարբեր տեսքերով, հա, այնուամենայնիվ մենք գործ ունենք մեկ մարդու հետ, ով որ ունի խնդիր, այդ խնդիրը լուծելու համար լավ կոնտենտով, վատ կոնտենտով, լավ խոսքով, վատ խոսքով, էքսպրեսիայով, առանց էքսպրեսիայի ամեն առավոտ, երբ որ դու ինքը գործողության եւ դերակատարության մեջ է, նա հասկանում է, որ ինքը գործ ունի ինֆորմացիոն հասարակության հետ։ Կապ չունի արտադրված կոնտենտը իմ եւ ձեր քիմքին դուր կգա թե ոչ։ Կապ ունի նա, որ նա զբաղեցնի իրենով ամբողջ թե եթերը, թե քննարկումները, թե մյուսը։ Տիկին Սերանյան, մենք այդ տեսանկյունից կարող ենք դա քննադատել, որ դա մեզ հարիր չի, քննադատել, որ դա մեզ դուր չի գալիս եւ այլն։ Բայց խնդիրը հետեւյալն է, նախընտրական փուլում խնդիրը լուծում է ոչ թե այն թե ես ինչ է դուր գալիս, թե ինչ դուր չի գալիս, այլ ինչն ես դու տեսնում եւ ինչ են տեսնում անընդհատ ընտրողները, ում են տեսնում, ով է շատ եթերում։ Սա հավատացեք, ինֆորմացիոն հասարակության հետ աշխատանքի համար առաջին օրենքներից մեկն է։ Այն բացը, որը որ բաց է թողնվում ընդդիմության կողմից, միանշանակ լցվում է Փաշինյանով եւ Փաշինյանի արտադրած կոնտենտով, լավ թե վատ դա չի խնդիրը, այլ նրա տեսանելիությամբ։ Նա որ ամենաշատ տեսանելիությունը ունի, բնականաբար նա ամենաշատն է գովազդվում։ Եվ եթե մարքեթինգի լեզվով խոսենք, ամենաշատ գովազդվող ապրանքը մի անկախ որակից շատ ավելի մեծ սպառում է ունենում, քան շատ ավելի լավ որակի ապրանքը, որը որ չի գովազդվում եւ տեսանելի չէ։ Սա է խնդիրը, սա է այս գույնը, սա է այս էֆեկտը։ Նույնիսկ այն երբ որ մենք չենք սա տեսնում ենք եւ սա մեզ դուր չի գալիս, բայց դա մենք խոսում ենք դրա մասին։ Չէ, ես հիմա առանձնացրել եմ, որովհետեւ ուզում եմ քննարկեմ, հասկանամ, հա, այս հակադրությունը։ Ես մոտավորապես հայ ժողովուրդը չկա ու հայ ընտրողը չկա այստեղ։ Ուզում եմ ասել, մարդը, երբ որ նույնիսկ գնացել է մասնակցելու, որտեղ ինչ-որ բան որ կատարվում է, գնում ես մի հատ նայում ես, չէ՞, առնվազն։ Դա չի նշանակում ես իրեն եմ ընտրելու։ Եվ այստեղ ամենակարևոր բանը, հարգելի հետևորդներ, մենք հիմա վիճում ենք, բայց հատկապես ես սրում եմ, որպեսզի մենք մեր զրույցի ընթացքում շատ ճիշտ ճանապարհների վերականգնենք, փորձենք բացահայտել, որտեղ շատ բաներում համաձայն եմ ձեզ հետ, պարոն Մարտիրոսյան, բայց Նիկոլ Փաշինյանը տվյալ դեպքում, ընդ որում ես շատերին դա ասել եմ, սոցցանցային ալգորիթմների ճանապարհով է գնում։ Դա որն է, այսինքն կապ չունի ինձ կհայհոյեն, այդպես է նա, հա, կապ չունի, չգիտեմ, տգեղ կլինեմ, չգիտեմ, ինչ կլինեմ, հա, այդ բաները անում է, որպեսզի կապ չունի, իր մասին խոսեն։ Բայց ամենակարևոր բանը այստեղ եւ ընդդիմությանն եմ ես շատ հաճախ ասում եւ նույնիսկ իշխանությանը ձայն տողներին կապ չունի։ Ասում եմ, կարևորը մի խաբեք ձեզ։ Կարևորը մի խաբեք, որովհետև այդ նույն խնդրեմը կա մեդիաներում։ Ինչ որ բոթերով գեներացնում են ինչ որ թվեր, իբ դիտումներ, գնում են ինչ որ տեղեր ասում են, տեսեք, ինձ էսքան են նայել։ Նույն խնդրեմը Նիկոլը ունի։ Այսինքն այդ բացահայտվեց, չէ՞, այլ արաբներ, պակիստանցիներ լայքում են, սրտիկում են, տարածում են, չգիտեմ ինչ են անում, հա, թվում է թե այ բոլորը իր մասին են խոսում։ Դրանք ալգորիթմների աշխատանքն են, բայց երբ որ դու անկեղծ նստում ես, հա, ինքդ քեզ հետ, ամենակարևորը չխաբես, որ ինքդ քեզ, ոչ ընդդիմությունը, ոչ որևէ մեկը, ամենակարևոր բանը, որովհետև եթե նույնիսկ ասենք այնտեղ լիքը լայք է, բացված քննարկում ես այն մարդը, ես իմ Բանգլադեշից, չգիտեմ, Հնդկաստանից, չգիտեմ, Պակիստանից լայքեր, բան են, դա վաճառվում է, ազատ կոպեկներով վաճառում են, կեղծ տրաֆիկներ։ Դարվում է մի բանի համար, այո։ Ցույց տալու համար, տեսեք ինձ ինչքան նայեցին։ Դա կոչվում է ծավալի էֆեկտ։ Հա, բայց դա սուտ է։ Միանշանակ։ Իհարկե, այսա եմ ասում։ Այդ դուք ասեք։ Եկեք այսօր դերաբաշխումը տենց ասենք։ Դա կոչվում է ծավալի էֆեկտ։ Մարդիկ գնում են միշտ նրա հետևից, ով որ իրենց կարծիքով հաղթելու հնարավորություն ունի, դա ստեղծվում է ծավալով, ծավալի էֆեկտով։ Մարդիկ գնում ու փորձում են տոնակատարության մաս դառնալ, լավին մաս դառնալ եւ այլն։ Դա քաղաքական հոգեբանության որոշակի մաս է, ինչը որ ամբողջությամբ եւ բավականին էֆեկտիվությամբ օգտագործվում է։ Տիկին Սերանյան,
Մենք չենք գտնվում սովորական ժամանակահատվածում, երբ որ ընտրությունները 2 տարի հետո են, եւ մենք քննարկում ենք ինչ-որ բովանդակություն, լավի կամ վատի, մեզ հարիրի եւ ոչ հարիրի։ Հնարավոր է նաեւ այսօրվա մեր զրույցը մի քիչ իրարից տարբերվում է։ Ես ինչի եմ ուզում, որ մենք այս հակադրության տրամաբանությամբ գնանք։ Դա ինչ-որ մեկին հիմա կարող է պիտանի լինել, հասկանալու համար ռիսկերը, այլ ոչ թե այն առումով, որ նա վատն է, նա վատն է թե լավն է, նա անում է այն ինչ որ պահանջվում է, որպեսզի անի մարդ, ով որ գտնվում է ջրբաժանի առաջ, կամ այս կողմ, կամ այն կողմ։ Այդ մեկ, երկրորդը։ Հասարակությունը այլ տրամաբանության մեջ է գտնվում ընտրություններից առաջ, նախ սպասումների, այդ սպասումների բավարարման։ Սովորական իրավիճակը չէ, երբ որ դա կարող է դուր չգալ հասարակության եւ հասարակությունը ինչ որ ռեակցիա տա կամ անցնի։ Յուրաքանչյուր ռեակցիա եւ յուրաքանչյուր երևույթ այսօր դրված է այն իրավիճակի մեջ, որ մեր քթի առաջ ընտրություն են, այսինքն հասարակությունը ունի որոշում ընդունելու հնարավորություն։ Այստեղ եւ արագություններն են բարձր, եւ նեռնն է բավականին բարձր, եւ գովազդի տրամաբանությունն է շատ լավ աշխատում, եւ այլն եւ այլն։ Այսինքն արագությունները եւ տրամաբանությունները ուրիշ են։ Այստեղ գնալ, տեսեք իր տրամաբանությունն ինչպեսի, ամնել ամեն ինչ անընդհատ շատ եւ զբաղեցնել ամբողջ փոսերը եւ վակումները, որոնք որ կարծես թե բաց են մնացել։ Ընդդիմությունը այդ փոսերի, արագությունների եւ իր բյուրոկրատիկ ոճի մեջից պետք է դուրս գա այս ժամանակահատվածում։ Եթե իրեն թվում է, որ ինքը պոպուլիզմ անելու հնարավորություն չունի, որովհետեւ ինքը պետք է ազնիվ լինի իր ընտրողի հետ, այդ պոպուլիզմը կանի Նիկոլ Փաշինյանը եւ կտանի ձայներ։ Եթե իրեն թվում է, որ ինքը ռիսկային տրամաբանությունների մեջ Արցախի մասին շատ ավելի խոսելու հնարավորություն չունի, ինքը կորցնելու կամ դա ռիսկային է այս этаպում, որտեղ կառաջանա քննադատություն։ Ինքը կորցնելու է այն ընտրազանգվածին, որ սպասում է, որ իրեն կոնկրետ, երբ որ ես նախորդին խոսքում ասում եմ, կոնկրետ Արցախի մասին դիրքորոշում հայտնի, շատ կոնկրետ, այլ ոչ թե մնա բյուրոկրատական տրամաբանության մեջ։ Եթե իրեն թվում է, որ Նիկոլ Փաշինյանը պոպուլիզմ է անում, ինքը կատեգորիկ չպիտի անի, այլ գոնե քիչ թե շատ պետք է անի, ապա ֆուլ պոպուլիզմը կանի Նիկոլ Փաշինյանը եւ կտանի ձայներ։ Նորից գանք հետեւյալին, մեր զրույցը սովորական ժամանակահատվածի զրույց չէ։ Մեր զրույցը բարձր արագություններ պահանջելու ժամանակահատված է։ Ընդդիմությունից ապա բյուրոկրատական եւ հին տրամաբանություններով աշխատելու վնասակարության մասին իրենց հուշելու ժամանակահատված է։ Մեր զրույցը նրա մասին է, որ առանց պոպուլիզմի քիչ թե շատ չափավոր, թե ոչ չափավոր, պետք է դա արվի, որովհետև մենք գործ ունենք մի ժամանակահատվածի հետ, ով ավելի շատ ձայն կտանի եւ ով ավելի շատ ձայների տեր կդառնա։ Եթե դուք ինձ ավելի եք ուզում ես բացեմ, սա ոչ թե շատ մեծ ազնվությունների ժամանակահատված է, այլ սա որս է ձայների համար, թե ով ինչքան ձայն կտանի։ Եվ այս տրամաբանությունը պետք է դառնա հիմնական, որովհետև մի կողմից դու գործ ունես մի մարդու հետ, ով որ այդ ձայն տանելու համար չի խնայում կատեգորիկ ոչինչ, եւ այդ մեթոդաբանությամբ կարող է հասնել արդյունքի։ Եվ մյուս կողմից մենք ունենք մի ընդդիմադիրների մի առաջարկ, ովքեր որ ասում են մենք լավ կարող ենք անել այն ինչ որ պլանավորում ենք եւ ոչինչ ավելի։ Այս հակադրության մեջ եւ այս բաթլի մեջ շատ մեծ է ռիսկայնությունը, որ Նիկոլ Փաշինյանը իր արագություններով կարող է վերարտադրվել։ Իզուր չէ, որ նա խոսում է համանդրական մեծամասնության մասին։ Իզուր չէ, որ նա խոսում է 65%-ի մասին։ Դա իր պլանն է եւ նա գնում է ուղղակիորեն դրան, անելով ամեն բան։ Մեր ընդդիմությունը քաղաքականությունը դարձրել է սոցիոլոգիայի արդյունք։ Սոցիոլոգիան այսքան է տալիս, սոցիոլոգիան այնքան է տալիս, ես չեմ ուզում տեսնել, թե սոցիոլոգիան ինչ թիվ է ում տալիս։ Ես ուզում եմ տեսնել, թե ընդդիմությունը հասարակությանը ինչ է տալիս։ Եվ դրա համար սոցիոլոգիական տվյալների մասին չեմ խոսում։ Ես գիտեմ եւ տիրապետում եմ այդ սոցիոլոգիական թվերին, որ մեծ խնդիր է մասնակցայնության բազան։ Եվ այդ մասնակցայնության բազայի վրա շատ մեծ ազդեցություն կարող է եւ ունի պոտենցիալ ազդելու եւ աշխատելու ընդդիմությունը,
Նրա պոտենցիալը շատ ավելի մեծ է, քան Նիկոլ Փաշինյանին է։ Ես տեսնում եմ, որ այդ չկողմնորոշված, пассив, ապաքաղաքականացված ընտրազանգվածի հետ ընդդիմությունը չի աշխատում բարձր որակներով, չի աշխատում բարձր արագություններով, չի աշխատում ներառականության տրամաբանությամբ։ Ես հիմա դա չբացեմ, դա տեխնիկայի հարց է, թե դրա այդտեղ ինչա պետք անել։ Եթե նրանք մինչև հիմա չգիտեն, թե ինչա պետք անել դրա համար, դա մի առանձին տրագեդիա է, հա։ Խնդիր պետք է դնել, որ գոնե 1.5 միլիոն ընտրող գնա այս անգամ ընտրությունների։ Դրա համար պետք է արվել բազմաթիվ վարժություններ։ Մենք շատ հաճախ մնում ենք մեր բաբլների մեջ, Նիկոլ Փաշինյանը իր բաբլից ուզում է դուրս գա, հա, իր փուչիկից ուզում է դուրս գա, որպեսզի շատ ավելի ամուր լինի իր հաղթանակը։ Մենք մեր ընտրողների ընդդիմությունը բացառապես իր ընտրողների մեծ բազայի մեջ մրցակցելուց բացի այլ ընտրազանգվածների հետ, որոնք որ пассив են, չկան, նրանց հասցնել ուղղակիորեն չկա։ Չի անում են վարչությունները, որոնք որ աշխատեն։ Ես չգիտեմ, մեկ ընդդիմությունը, որ ասում է՝ մի գնացեք, տեսեք այն մարդկանց աշխատանքի համար, ում դուք ճանաչում եք։ Գնացեք, գտեք մարդկանց, ում հետ մենք կկարողանանք աշխատել, որոնց որ դուք նույնիսկ չեք ճանաչում։ Գտեք մարդկանց, ովքեր որ ապաքաղաքական են։ Գտեք մարդկանց, ովքեր որ չեն ուզում գնալ ընտրությունների։ Ընդդիմությունը պետք է աշխատի հենց այդ մարդկանց հետ։ Որպեսզի մենք մեր սովորական 1.2 միլիոն ընտրազանգվածից դուրս ընտրազանգված եւս բերենք քաղաքականացման եւ ընտրությունների մասնակցության դաշտ։ Բայց չեք տեսնում, որ այնուամենայնիվ մարդիկ ավելի շատ են պատրաստական գնալ ընտրությունների։ Եվ նորից եմ կրկնում, իդեպ ԿՊ-ն երբեք իշխանությունը չի ասում հարգելի ժողովուրդ կգնաք ընտրատեղամասեր, որովհետեւ իր նպատակը որ մարդիկ չմասնակցեն, հնարավորինս քիչ մարդ մասնակցի։ Վստահ եղեք, որ շուտով կասի։ Վստահ եղեք, որ այդ վարժությունները եւս կկատարվեն։ Նրանց վարժությունների պալիտրան բավականին մեծ է, նրանք դա անելու են։ Խնդիրը հետեւյալն է։ Իր ընտրազանգվածը բավականին ամրացած է։ Սպասումներ ունի Նիկոլ Փաշինյանից այդ սպասումների բավարարման համար, հա։ Մյուս ընտրազանգվածը, որ ընդդիմադիր է ռեալ, որքանով է նա կարողանում գտնել իր քաղաքական ագենտներին այս ընտրությունների ընթացքում եւ այս առաջարկի ընթացքում։ Արագությունները անհամաչափ են եւ սա ես ասում եմ ոչ թե այն առումով որ օբյեկտիվ պատկեր եմ ուզում տալ, բացի օբյեկտիվ պատկերից ես շատ եմ ուզում որ ընդդիմությունը ոչ միայն աշխատի այն տեմպով եւ այն արագություններով որոնցով որ մինչեւ հիմա է աշխատել, այլ դրանք շատ ավելի բարձր լինեն։ Կա դրա հնարավորությունը, դրա պարարտողը ուղղակիորեն կա, դրա լուծումները ուղղակիորեն կան։ Ինչպես ասում են, ընդդիմություն գազ տվեք, հա, այսպես վիճակն է, էլի։ Բայց գիտեք ինչ, տեսեք, ես նաև որպես քաղաքացի, ես իմ գործն եմ անում, ակտիվ քաղաքացի, լրագրող, իմ գործն եմ անում, ես ամեն օր ռեժիմով մարդկանց փորձում եմ տարբեր մասնագետների միջոցով, ես միջնորդ դառնամ, որպեսզի մասնագետները ներկայացնեք, հա, պատմաբանը ներկայացնի այն նույն օրինակ թուրքական խոսույթը, թեզերը, որը Նիկոլ Փաշինյանը կրկնում է եւ մարդը փաստերով ներկայացնում է ասելով, որ Փաշինյանը SSS ամեն ինչով անում է մեծ թուրանի ծրագիրը, պանթուրքական այդ ծրագիրն է ավարտին հասցնում եւ այդ ծրագրին խանգարում է Հայաստանը եւ Փաշինյանը հիմա փորձում է Հայաստանը, այսպես ասած, այդ սեպը հանել, այն ինչ որ Թուրքիան թուրքական աշխարհը միշտ երազել է։ Ես փորձում եմ սա բացատրել։ Մյուս կողմից արդեն քաղաքացու դաշտում է խնդիրը։ Տեսեք, ես միջնորդ եմ, որը ձեզ այլ մասնագետների հնարավորություն է տալիս։ Բժիշկը գալիս է այս կողմից է խնդիրը բացատրում, օրինակ ապահովագրական այդ համակարգի, հա, սնանկությունը։ Բայց ժողովուրդ, գնացեք օգտվեք, ձեր փողերն են, օգտվեք, քանի հեսա չի փակել ծրագիրը։ Ես զգուշացնում եմ, հա, օրինակ 300,000 ադրբեջանցի բերելով ինչա, ես չեմ մասնագետներդ, բոլորդ բացատրում եք այս վտանգը։ Գնդակը արդեն նաև քաղաքացու դաշտում է եւ մի բան նկատեմ։ Ինձ նույնիսկ թվում է մեկ-մեկ, որ քաղաքացուն հիմա այս աղմուկը արդեն խանգարում է։ Ինքը պետք է լուր որոշում կայացնի։ Եվ ընդդիմությունը նույնիսկ կարծում եմ, պետք է աշխատի սամիզդատի ժամանակների բնորոշ ձեռագրով, տակից, որտեղ մարդկանց վախեցնում են, աշխատանքից, եթե լայքի համար մարդու հետևից գնում են, չգիտեմ, էս են անում, հա, սամիզդատի ժամանակ ոնց էր, հա, տակից աշխատում էին, եւ ես այդ աշխատանքը ինչ որ չափով տեսնում եմ։
Մի քանի ուղղություններով խնդրեմ։ Շատ լավ է որ տեսնում եք, ես էլ որոշակի տեսնում եմ, բայց այնուամենայնիվ իմ վերապահումները ես կպահեմ, որպեսզի այդ վերապահումների ուժով մենք չբավարարվենք այն տվյալով եւ այն ռեզուլտատով, այլ ձգտենք շատ ավելին։ Շեշտում եմ, ձգտենք շատ ավելին, քան մեզ տալիս է սոցիոլոգիան։ Որովհետեւ խնդրի լուծումը այս տրված սոցիոլոգիայով չի լուծվելու։ Ինչ սոցիոլոգիա ուզում եք տվեք։ Խնդրի լուծումը բեկման մեջ է։ Խնդրի լուծումը արագությունների մեջ է։ Խնդրի լուծումը հավակնությունների, հնարավորությունների մեծացման մեջ է եւ շատ արագ եւ լավ աշխատանքի։ Տեսեք, մենք շատ ենք խոսում նրա մասին, որ Փաշինյանը աշխատում է հորիզոնականներում։ Մենք շատ ենք խոսում նրա մասին, որ նա աշխատում է լեգիտիմության վերականգնման, ոչ թե լեգիտիմություն ունենալու, հա, այլ կորսված լեգիտիմության վերականգնման։ Ես բազմիցս խոսել եմ նրա մասին, որ այն լեգիտիմությունը, որը որ ինքը փորձելու է ապահովել, նա այլևս չի կարողանալու։ Վենսի այցեր, վաղը չեմ ուսորը նաև եվրոպական քաղաքական համայնքի այցեր եւ այլն, սրանք բոլորը նշույլներ են, որ ներսի լեգիտիմության պակասը նա փորձում է վերականգնել եւ ավելացնել արտաքին լեգիտիմության բազա որոշակի առումով, վերել դնելու առումով։ Նրան չի հետաքրքրում են ռիսկերը, թե դա ինչպիսի ռիսկեր է դա առաջացնում, իսկ այդ ռիսկերը ահռելի են։ Մենք տեսնելու ենք Զելենսկու այց, չէ՞։ Մենք տեսնելու ենք եվրոպական քաղաքական համայնքի, այսպես ասած, քաղաքական հովանոցի ներբեռնում քաղաքական դաշտ հատկապես Փաշինյանի համար։ Մենք այդ ամենը տեսնելու ենք։ Դա իր ազդեցությունը միանշանակ ունենալու է, հատկապես ընտրություններից առաջ։ Եվ այս ամենը պետք է անընդհատ հաշվի առնել, հասկանալ եւ բացատրել, որ այն արագությունները, որոնք որ մենք այս ամենի դեմ պայքարում ենք, դրանք ցածր են, դա պետք է բարձրացնել։ Առավել եւս, որ առաջիկայում այս վարվելակերպով մեր համար մարտահրավերները նաեւ աշխարհակաղակական առումով մեծանալու են։ Ես դա ուզում հիմա ասեմ, Զելենսկին գալու է։ Թաքցնում էին, բացահայտեցինք մենք, հրապարակեցինք, որ գալիս է եւ արդեն քանի օր է դա է քննարկվում։ Զելենսկու այցը պրովոկացիա է, չէ՞, Ռուսաստանի դեմ։ Եվրոպական քաղաքական համայնքը 2022-ին Մակրոնի հեղինակմամբ ձևավորված ինչ-որ մի հատ ֆորմատ է, որն է դրա հիմքը, հա, առհասարակ ասենք, թե իմանան ինչա տեղի ունենալու որպես այդպեսին։ Դա 2022 թվականին ստեղծված մի հարթակ է, որտեղ որ փորձ է արվել ոչ օֆիցիալ, այլ ոչ թե որոշումների ընդունման կամ պարտադիրության առումով, այլ եվրոպական քաղաքական մայրաքաղաքների եւ նրանց լիդերների համար ժամացույցը բերել նույն ժամին եւ նույն սլաքին իրենց համահարթեցված եւ նույն տրամաբանությամբ աշխատելու համար։ Հիմքը դրա բնականաբար Ուկրաինայի կեսն է եղել, հակառուսականության եւ Ռուսաստանի դեմ պայքարի հնարավորությունների խորացումը եւ այլն եւ ներառականությունը հատկապես եվրոպական քաղաքական մայրաքաղաքների։ Մենք հասկանում ենք, չէ՞, ֆորմատը ինչի համար է, դա իր ամբողջ տրամաբանությամբ որպես այդպեսին Ռուսաստանի դեմ պայքար մղելու նույն նարատիվների, նույն որոշումների, նույն հնարավորությունների համար ստեղծված մի հարթակ է։ Զելենսկու այցը ոչ թե պետք է քննարկել այս տեսանկյունից որպես բան, իր անձի տեսանկյունից, այլ որպես սիմվոլ, որը որ իր ամբողջ բնույթով հակառուսականության, ռուսական տրամաբանության բացառման, Զելենսկիով սադրելու է Ռուսաստանը։ Եվ ամենակարևոր հանգամանքը, Ռուսաստանը դա չի ընդունելու որպես ինչ-որ մի ֆորմատի ներկայություն Հայաստանում։ Ռուսաստանը դա ընդունելու հետևյալ կերպ, որ Հայաստանը դառնում է ուղղակիորեն հակառուսականության աշխարհաքաղաքական միջավայր, պլացդարմ, միջավայր։ Այս վտանգը հաշվի առնվել է։ Երբ որ ես խոսում եմ արտաքին լեգիտիմության տեսանկյունից, հիմա մեր քաղաքացիները թող հասկանան, որ հակառուսականության տուրք տալով եւ Երևանը, պաշտոնական Երևանը, մայրաքաղաքը դարձնելով հակառուսական ինչ-որ մի ֆորմատի արենա, Փաշինյանը շատ ավելի գերադասում է, որ ինքը ունենա արտաքին լեգիտիմության որոշակի բազա, աջակցություն իր համար, քան հաշվի առնում են ռեալ վտանգները, որոնք որ այդ երևույթից հետո կարող են գալ եւ դրանք չեն կպնելու իրեն։
Որովհետեւ Փաշինյանին իր կաշին է հետաքրքրում, ոչ թե Հայաստանը։ Թե ինչ կլինի Հայաստանի հետ, իրենք թքած ունի։ Սա չի խոսում նրա մասին։ Բայց բանը, այդ եվրոպական որոշ երկրներ իրեն, այսպես ասած, պարաշուտով կօգնեն փախչել, իջնել, մի վայրեջ կատարել, ինչ որ մի մայրցամաքում։ Այս երևույթը քաղաքական ընդդիմությունը կարողանում է հստակ եւ առանց վախենալու բացատրել մարդուն, ինչպես ես եւ դուք ենք բացատրում։ Նրանք կարծում են, որ եթե այդ երևույթի դեմ նրանք խոսեն, դա դառնում է արևմտականություն։ Հետո ինչ։ Կամ հակառակը, եթե ուրիշ բան են խոսում, դա դառնում է հակառուսամետություն։ Ամեն ինչ պետք է հստակ լինի, ամեն ինչ շատ լավ ճիշտ պետք է լինի։ Ոչ մեկին չի ստիպում, որ նրանք լինեն հակառուս կամ հակարևմտամետ։ Ինչպես որ չի կարելի լինել հակառուսական, այնպես էլ շատ վատ բան կլինի, եթե դու լինես հակարևմտամետ։ Իհարկե։ Նույնիսկ վտանգավոր է դա։ Խնդիրը հետեւյալն է, խոսել վտանգների մասին բաց, պարզ։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը այս սիմվոլիկան եւ Պուտինի քաղաքական համակարգը այս սիմվոլիկան ուղղակիորեն չտեսնելու է տալու, ոչ։ Չտեսնելու չի տալու։ Այս երևույթից հետո, երբ որ հատկապես գլխավոր գործող անձը հակառուսականության աշխարհում բրենդ դարձված այլևս արևմտյան աշխարհի կողմից Զելենսկին, երբ որ գալիս է մի երկիր եւ այդ երկիրը իրենով այլևս դարձնում է, ինչպես դուք նշեցիք, հակառուսականության պլացդարմ, սա ունի վտանգներ, որ Հայաստանը կարող է դառնալ Ուկրաինա, որ Հայաստանը ոչ միայն կարող է դառնալ Ուկրաինա, այլ Հայաստանի նկատմամբ ռուսական քաղաքականության դա լինի վատը թե լավը, դա մեզ չի հետաքրքրում, դա թող հետաքրքրի Ռուսաստանի քաղաքացիներին, մեզ հետաքրքրում է արձագանքը մեր երկրի նկատմամբ, դրա տնտեսական, դրա լոգիստիկ, դրա ֆինանսատնտեսական, դրա կորպորատիվ հնարավորություններով, ֆինանսով, ռուսական կապիտալով, որը որ գոյություն ունի Հայաստանում։ Երեք եւ այսօր լրատվական ամբողջ դաշտը ոլորտվողված է Օզոնի եւ Վալբերիսի սահմանափակումներով։ Հայ ձեռնարկատերերի համար փակվեց հնարավորությունը։ Դրանից առաջ ջերմուկը արգելեցին, դրանից առաջ նաեւ կոնյակի արտադրանքը, լարսը խնդիր ունենք, այսինքն 1000 ու մի խնդիր է առաջանալու։ Գյուղատնտեսական ապրանքները պատկերացնում եք, որ չկարողանան քաղաքացիները Ռուսաստանի շուկայում վաճառել, օրինակ։ Տեսանելի է, չէ, որ Ռուսաստանը ուղղակիորեն չի քննադատում դա։ Ռուսաստանը այլ կերպ է դանում, նա կամաց փակում է այդ հնարավորությունների կրանը, այո, հա, ձգանը ուղղակիորեն սկսում է կամաց շատ դանդաղ փակել։ Իսկ մենք այդ պետությունը չենք եւ այդ ֆինանսական եւ մարդկային մեծ հնարավորությունները չունենք, որ դա կարողանանք դա չզգալ։ Ավելին, մենք չունենք դրա փոխլրացման եւ դիվերսիֆիկացիայի հստակ առաջարկները։ Ուղղակիորեն չկա։ Հիմա ես ոչ թե խոսում եմ քաղաքական գործի տեսանկյունից, այլ ես խոսում եմ պետության լիդերի տեսանկյունից։ Պետության լիդերի համար առաջին խնդիրը ինչը պետք է լինի, որ որևէ պարագայում այդ ձգանը չփակվի, որովհետև դա ուղղակիորեն խփում է սովորական մարդկանց եկամուտներին։ Նա սովորական մարդկանց եկամուտների հնարավորությունները չդիվերսիֆիկացնելով, չփոխհատուցելով, դա ուղղակիորեն անում է, բայց դրա տեղը ստանում է այլ բան։ Արտաքին քաղաքական լեգիտիմության բազա։ Այսինքն ձեր գրպանի փողը եւ ձեր հնարավորությունները փոխարինում է Փաշինյանը անձամբ իր քաղաքական շահով։ Իր լեգիտիմությունով ատալի Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որը Եվրոպայում խնդիր ունի ու մեծ զարգացումներ են տարբեր երկրների ներսում տեղի ունենում, ու վաղ Մոգերինի ճակատագրին կարող արժանանա բանի կոռուպցիայի համար։ Հենց հիմա վերադարձեք Վենսի հայցի ժամանակահատված։ Հա ինչ անենք, Վենսը Օրբանին էլ էր Հունգարիայում պաշտպանում աջակցում, խայտարակ եղան։ Ես ձեզ նորից եմ հիշեցնում։ Այդ լեգիտիմությունն է տալիս, ինձ օրինակ ասեմ, նորից եմ հիշեցնում, մենք գտնվում ենք ոչ թե սովորական փուլում, այլ նախընտրական փուլում, որը ապարանի բնակիչին շատ հետաքրքիր էր Վենսը, որ բանանում կամ ասենք Ուրսուլա ֆոն դեր Լայենը, որ կարա շոյի Փաշինյանի գլուխը Մակրոնն էլ 4 անգամ տպտպացնի մեջքի։ Դե հիմա ապարանի բնակիչ ուղղակիորեն քննարկում է այն հանգամանքը, որ ոչ թե քաղաքական բովանդակային առումով Պուտինը իրեն ինչ ասեց եւ ինչ խստությամբ եւ ինչ չոր քաղաքական տերմինաբանությամբ թե ինչ է սպասվում, այդ ընկալումը նա չունեցավ, հա, այլ աշխատեց այն, թե ինչպես իշխանությունը դարձրեց այս ինչ լավ գազ տվեցի նարատիվը, եւ դա շատ ավելի հասանելի դարավ այդ մարդուն։ Սրա մասին է խոսքը, Տիկին Սերանյան։
մենք մեր դիտանկյունից, մեր ընկալումներից խոսում ենք ընդունելի եւ ոչ ընդունելի երևույթների մասին, բայց կրկնում եմ երևի թե 6-րդ անգամ։ Նախընտրական փուլում գործում են տպավորությունները, նախընտրական փուլում գործում է ոչ թե իրականությունը, այլ այդ իրականության ուռճացումը, դրա հնարավորությունները։ Եվ սա լրջագույն հավատացեք, սա լրջագույն ազդեցություն է ունենալու։ Միջինից բարձր սերունդը հատկապես, իսկ երիտասարդները առավել եւս շատ լավ հասկանում են, հա, տարբեր տեխնոլոգիաներով, տարբեր ծրագրերով, հենց հիմա կարող է Սաթիկ Սեյրանյանին ներկայացնի բոյը 1.80 m, չգիտեմ, կապույտ աչքերով, մի հարակազմ, չգիտեմ, մի բան, ցիտ, հա, լուրջ է բան։ Այսինքն, բայց դա իրականությունը չի, չէ։ Հետևաբար, նայեք, տեսեք, այսինքն միջին եւ երիտասարդ սերունդը արդեն ինքը չի հավատում։ Գանք ավակ սերնդին։ Ես լսում եմ, որովհետեւ եւ լրագրողներն են հարցումներ անում եւ երբ որ օրինակ որևէ քաղաքական գործիչ գնում եք, նույնիսկ այս այցերի նպատակներով շփումների ընթացքում, ես նայում եմ ժողովրդը ինչ է խոսում, հա։ Ես նայում եմ այդ խոսույթին։ Մարդիկ շատ գետնի վրա կոնկրետ հարցեր են տալիս։ Ինչ եմ անելու բերքս։ Շատ հստակ հարց են տալիս։ Ինչա լինելու, չգիտեմ, այս բանի հարցը, այս մյուս հարցը, Ռուսաստանի շուկա, բա որ գազը թանկանա, բա որ բան լինի։ Իրանք շատ լավ հասկանում են, այս որ Պապոյան բան ասում են ադրբեջանական գազ, դա չի նշանակում, որ մարդիկ չեն հասկանում դրա վտանգը, որ Արցախում էլ փականը գազի Ադրբեջանի ձեռն էր, երբ ուզում էր փակում էր, երբ պետք էր բացում էր։ Վերջում ինչ եղավ։ Էթնիկ զտում, ցեղասպանություն, այդքան մարդ անտունը։ Ես ուզում եմ ասեմ, որ այդպես չի, որ այո, կարևոր է ինչպես կներկայացնես փաթեթավորումը, բայց տակը, մեջը կարևոր չի, անալիտիկ միտք չունի, միջին վիճակագրական քաղաքացի։ Ամեն ինչ ունի։ Ստե խնդիրը հետեւյալն է։ Ընտրությունների ժամանակ այդ անալիտիկ միտքը ինչքան քանակա ունենալու, եւ ընտրությունների ժամանակ ազդեցության տակ մնացած թիվը ինչքան քանակա ունենալու։ Ես պարզ եմ ացատրում։ Իրականությունը կարող է լինել շատ պարզ։ Այս ընտրարշավի եւ ընտրությունների ժամանակ խնդիրը հետեւյալն է։ Այդ իրականությունը թվային տեսք ինչքան ունի, որտեղ դա է ձևավորելու իշխանությունը, այլ ոչ թե ճիշտ խոսքը։ Իշխանություն ձևավորելու է թիվը, քաղաքացիների մասնակցության թիվը, քաղաքացիների այս կամ այն տրամաբանությամբ ընտրատեղամաս գնալու եւ այդ ընտրաթերթիկը ընտրելու։ Ինչի է իմ խոսույթը այսօր տարբերվում ոչ թե նրանով, թե ինչ վատն է Փաշինյանը կամ լավն է Փաշինյանը կամ ինչն է սխալ արել կամ ինչն է վատ արել։ Այդ ողջ բազային ես եւ դուք շատ լավ տիրապետում ենք։ Խնդիրը հետեւյալն է, դրա իլյուստրացիան եւ դրա ազդեցությունը որքանով է տեղ հասնում, մցվում եւ իրականացվում, որովհետեւ մենք գործ ունենք մի ժամանակի հետ, երբ որ ոչ թե հաղթում է այն իրականությունը, որի մեջ որ դու շատ համոզված ես եւ դա դառնում թիվ, այլ գործ ունենք մի իրականության հետ, որը որ կարող է ձևափոխվի եւ շատ մեծ է ռիսկայնությունը, որ այդ ձևափոխված իրականությունը ավելի շատ ձայնի տեսք ունենա։ Հասկանում եք, ես ինչի վերջն արդյունքում։ Մենք չենք խոսում հիմա ճիշտ, մեր զրույցը կարող է հիմա տարբերվում է մեր 6 ամիս առաջվա զրույցից, բայց ես ուղղակիորեն ինչի եմ անընդհատ այդտեղ տանում։ Մենք հիմա կռիվ ենք տալիս ոչ թե նրա հետ ճիշտ է Նիկոլ Փաշինյանը, թե ինչքան սխալ եւ վատն է Նիկոլ Փաշինյանը իր քաղաքականությամբ, ինչ աստիճանի կործանարար է, ինչ աստիճանի այս քաղաքականությունը որևէ հնարավորություն չի տալու Հայաստանի Հանրապետությանը եւս 10 տարի այս մարտահրավերներով, այս նարատիվներով խուսափել ուղղակի այն ռիսկայնությունից, ինչպիսի ռիսկայնության գոտի որ մեզ դնում է Փաշինյանը իր քաղաքականությամբ։ Դրա վերապրելու շանսերը շատ քիչ են։ Ես դրա մասին հիմա չեմ խոսում։ Մենք դրա մասին շատ երկար ենք խոսել։ Ես խոսում եմ նրա մասին, թե դա ինչպիսի տեսք է ձայնային ունենալու, թվային ունենալու, որտեղ որոշելու է վերջի վերջո այդ թիվը մենք գնալու ենք կործանման այս քաղաքական կուրսով։ Թե մենք ունենալու ենք հնարավորություն այս կործանման գնացքը ուղղակիորեն կանգնեցնել, հասկանալ ինչ ենք անում եւ ոնց վերականգնենք։ Պարոն Արտուրյան, տեսեք, հենց սկզբում որ ասացի, եկեք ֆիքսենք ու անդադ հիշենք, որ
Փաշինյանը իշխանությունն է տվյալ դեպքում եւ օգտագործում է բոլոր պետական լծակները, բոլոր ամբողջ ռեսուրսները եւ արտաքին, հա, այդ բոլոր գործիքակազմերը դրսից են իրեն տալիս թեզերով, շատ հստակ դա տեսանելի է եւ ամբողջ պետական բյուջեն մսխվում է եւ հանրային միջոցները ուղղակի ոչ միայն լափում են Հայաստանում, այլ նաեւ մսխում են իրենց քարոզարշավի համար։ Ընդդիմության գործիքները միշտ ավելի սահմանափակ են, այն իմաստով, որ դու պիտի բացատրես, դու պիտի խոսես, որովհետև հասկանում ես, այո, դու ի վերջո ասելու ես, ասում են, չէ, օրինակ, որ բոլոր երկրների հետ պետք է ունենանք այս հարաբերությունները, նույն Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, եվրոպական երկրները, Իրանը, նշում են, չէ, խոսում են, բայց ընդդիմությունը խոսելուց, բացատրելուց բացի, այս պահին մեկ էլ կա փողոցային պայքար, հանրահավաքային պայքար, ակցիաներ, էլ ինչ կա։ Ինչ ասես։ Օրինակ, ահռելի բաներ կան։ Օրինակ, ինչ անեն։ Տեսեք, ես հաճախ ընդդիմադիր գործիչներին մեղադրում եմ, ասում եմ քաղաքական գործիչներին ընդհանրապես, ասում եմ, Ժորժ ջան, ձեզնից լավ մեր տաղավարում լիքը մարդ գալիս են մասնագետներ, բացատրում են։ Նրանք վերլուծաբան են, քաղաքագետ են, չգիտեմ ես ինչ են, պատմաբան են, արևելագետ են, չգիտեմ ես ինչ են, բայց դուք քաղաքական գործիչ եք, այսինքն հետևաբար մեր եւ ձեր տարբերությունը, որ դուք ինչ-որ մի բան պիտի անեք, մենք պիտի խոսենք դրա մասին։ Գործիչը գործում է։ Ահա։ Հիմա այդ գործիքակազմը արդյոք մեծ է, ես որովհետեւ հիմա նայում եմ նաեւ ոչ միայն հայաստանյան, նայում եմ, չէ, փորձ ասենք, օրինակ տարբեր երկրների ընդդիմությունները ինչ են անում։ Մեծ հաշվով նույն գործիքները չեն։ Չէ։ Գործիքները շատ տարբեր են։ Դուք հիմա ինձ եք որպես ես գործիքների մասին խոսեմ, բայց ես մի օրինակ եմ ուզում բերել, որը որ ամենալավը կնկարագրի։ Վերջի 30 տարիների ընթացքում Հայաստանում ադրբեջանական այդպիսի բարձր ռանգի այց տեղի չէր ունեցել։ Մուստաֆայևը փոխվարչապետը։ Անկախ նրանից դրա մասին տեղյակ էինք, անկախ նրանից թե ինչքան երբ տեղյակ եղանք, մեր քաղաքական դաշտը ընդդիմադիր դրան գործիչի տեսանկյունից, այլ ոչ թե գետի եւ բանի, հա, քաղաքագետի կամ վերլուծաբանի տեսանկյունից իր քաղաքական արձագանքը չտվեց։ Սա նոնսենս է։ Երբ որ մենք խոսում ենք Նիկոլ Փաշինյանի կարմիր գծերը անցնելու վերաբերյալ, մեր խնդիրը այստեղ նա է, որ մենք կարմիր գծերին, նույնիսկ մեր կարմիր գծերին չենք մոտենում։ Կարող է այսօրվա եթերը շատ քննադատական դառնա ընդդիմության համար որպես այդպիսին, բայց խնդրում եմ, որ նրանք նորից սա ընդունեն որպես օգնություն եւ հուշում։ Մեր հասարակությունը սովորել է այլևս, հա, որ Նիկոլ Փաշինյանը կարող է անցնել կարմիր գծեր։ Մեր հասարակությունը չի պատկերացնում, որ նրան դեմ գործողները կունենան այնպիսի վստահություն, կունենան այնպիսի ձգություն, որ գոնե մոտենան իրենց կարմիր գծերին։ Սա շատ նուրբ երևույթ է։ Ընդդիմությանը մոբիլիզացվելու համար եւ քաղաքական պահանջ տեսք անընդունելիության մեսիջ հատկապես նախընտրական ժամանակահատվածում Մուստաֆայևի այցի առումով նրանց շատ կարճ ժամանակահատված էր պետք։ Գոնե ընդգծելու իրենց սկզբունքայնությունը, գոնե ընդգծելու իրենց վերաբերմունքը, գոնե ընդգծելու իրենց վերաբերմունքը մի պաշտոնատար անձի նկատմամբ, ով որ պահում է ռազմաքաղաքական էլիտային պատանդ։ Դուք կասեք, որ դա դժվար բան է, ես կասեմ, որ եթե դա է նույնիսկ դժվար բան, կարող է քաղաքավերանում ակցիաներ, քաղաքական արձագանքը հասկանանք, այս նորից եմ կրկնում, ընտրարշավի ժամանակահատվածում բյուրոկրատիզմ խաղալու ժամանակահատված չէ, այլ մի ժամանակահատված է, որ դու պոտենցիալ պետք է կապիտալիզացնես յուրաքանչյուր ձայն։ Մի ապարագայում կապիտալիզացնես, որպեսզի դա ուրիշի ինչը գնա, մի պարագայում կապիտալիզացնես, որպեսզի դա գա քո դաշտ տոտալ պասիվությունից։ Սա ինչ եմ ես այս օրինակը բերում, սա ամենաթարմ օրինակն է։ Ամենապրիմիտիվ օրինակներից մեկն է։ Եվ այստեղ հասարակությունը հասկանում է, լավ, քո ելույթը եւ քո հողի վրա աշխատանքը ընդհանրություններ ունեն, թե ոչ։ Քո անընդունելիությունը 4-րդ հանրապետության նկատմամբ համատեղելի է այն իրական գործողության հետ, որը որ դու կարող ես գետնի վրա ծավալել։ Քո գործողությունը նեյտրալ դաշտից քաղաքական ձայն բերելու առումով բարձր է, թե դու այնուամենայնիվ
աշխատում ես բացառապես քո ընտրազանգվածի հետ։ Մեկ հանգամանք, Փաշինյանը իր յուրաքանչյուր ձայնին մինչև ամենավերջին ձայնը, հա, բերելու է ընտրատեղամաս։ Պրոփաշինյանական ոչ մի ձայն նեյտրալիտետում չի մնալու։ Բերելու է ընտրատեղամաս։ Բոլորի Բայց քվեախցիկում ինքը չգիտի ինչ է նա այդ քաղաքացին անելու։ Այ սա եմ ասում եւ ես տեսնում եմ իր վախը։ Ես տեսնում եմ իր ցայտնոտը, որովհետեւ գիտեք ինչ, Փաշինյանի օրինակով քաղաքացիները շատ բան են սովորել, որ տղա ջան դու կարաս ստես 7-8 տարի, դու կարաս հա ասես, ես սենց չեմ ասել, ես սենց չեմ ասել, բան, ես կգնամ ու կքվեարկեմ նենց ոնց որ ես եմ ուզում։ Փաշինյանը հիմա հասկանում է վախը ղեկավար, ես կյանքում դրա վրա հաշվարկելիություն չի ունենա։ Ես չեմ ասում հաշվարկում են։ Այսինքն ես ինչ պետք է անեմ ավելին, ես մարդկանց ասում եմ վերցրեք, բան արեք, Փաշինյանը ոնց էր քաղաքապետի ընտրությունների ժամանակ, որ տեխնացու էր, ասում է ժողովուրդ, այդ ընտրակաշարք բան ինչ տալիս են բյուջեից, վերցրեք, օգտվեք ամեն ինչի։ Հիմա ես եմ ասում, գնացեք ինչ կա վերցրեք, որովհետև հակառակ դեպքում իրանց գրպանն է դա գնալու։ Հա, այսպես գնացեք, օգտվեք, ինչ տալիս են, որովհետև հարգելի քաղաքացիներ, դրանք ձեր փողերն են, դրանք ձեր հարկերն են։ Դրանք ձեր փողերն են, դա ուրիշինը չի, մսխելու են, լափելու են, տանելու են իրանց ինչ որ սեփականության մի բան են ձեռք բերելու։ Ես ասում եմ գնացեք, բայց ցույց մի տվեք։ Գնացեք, ինչպես այո, բանի սամիզդատի ժամանակներում կգնաք քվեախցիկում ու դուք կասեք ոչ այն մարդուն, ով որ Հայաստանը կործանման է տանում, ով որ այսքան երեխայի տարավ զոհաբերեց ու ասաց, բան, ինչա թե իրան դավաճան չասեն, ինքը չկանգնեցրեց պատերազմը։ Վերջ, մարդասման է դա։ Վերջացավ, այդտեղ բան չկա։ Դրա համար ինձ թվում է մարդիկ էլ Փաշինյանի օրինակով շատ բան են սովորել։ Չեմ ասում դրա վրա պետքա հիմնվենք, պետքա գործ անենք։ Բայց այ Փաշինյանի ցայտնոտը նաև դրանից է, զգումա չէ, ժողովուրդը իրան չի հավատում։ Ինքը ավտոբուսով մարդ է տանում, որ մասովկա ապահովի։ Դե Փաշինյանը այլևս դա չի թաքցնում, հա։ Նույնիսկ բրիֆինգների ժամանակ չի թաքցնում, նույնիսկ երբ որ դիմադիր լրագրողները նրան հարց են տալիս, նա այդ հարցը ուղղակի զգացում է, որ այդ հարցի պատասխանը ինքը չունի, հա։ Ասում են 300,000 ադրբեջանցիների գալու մասին է խոսքը գրում, նա ոչ հերքում է, ոչ հաստատում է, ոչ ուզում է փոխել ուղղությունը։ Ոնց, Ալիևը գիտեք իրան ինչ կանի։ Ուղղակիորեն մեղադրում է, որ դուք թշնամու նարատիվ եք տարածում։ Այդ թշնամու նարատիվը մենք չենք հորինել։ Այդ թշնամու նարատիվի իրագործումները անզգայացման միջոցով իրականություն են դարձել մեր երկրում։ Հայկական որևէ նարատիվ իրականություն չի դարձել Ադրբեջանում։ Բոլոր պրոադրբեջանական նարատիվները հողի վրա իրականություն են դարձել եւ մենք պատերազմ ենք տալիս, որ հանգարցակիչը շարունակեն դառնալ ուղղակիորեն Հայաստանում։ Դու որպես քաղաքական գործիչ ոչ թե պետք է ասես, ես ինչ եք խոսում, այլ պետք է ապացուցես, որ այդպիսի բան չկա։ Եթե նա հնարավորություն ուներ ասելու, որ Ստեփանակերտում եկեղեցին չի քանդվել, նա դա կասեր, բայց դա ասելու հնարավորություն այլևս չկար, որովհետև իրականում քանդվել է։ Եթե նույնիսկ ապացուցողական բազա չլիներ, կասեր դա սուտ է, շատ լավ իմանալով, որ դա ճիշտ է։ Բայց իր ազգանվակից Փաշազադեն հրապարակեց իրենց այդ կազմակերպությունը Փաշադզադեն, Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրապարակեցին կադրերը հաստատելով, բայց այստեղ ուրիշ խնդիր է։ Ում վրա է մուննատ գալիս Ալիևը 24 թվականի դեկտեմբերին հայտարարել է, որ իրենք դիմել են 300,000 ադրբեջանցիները դիմել են Հայաստանի կառավարությանը, որպեսզի ապահովեն այդ ադրբեջանցիների մուտքը Հայաստանի բոլոր մարզերում, տարածքներում։ Ինչ եք պատասխանել, ում վրա է մուննատ գալիս։ Հիմա էլ փորձում են հերքել, որտեղ մարդիկ հասկանում են դրա վտանգը։ Ես ուղղակիորեն համոզված եմ, որ այդ երևույթի նույնիսկ հոգեբանական, նարատիվային տնային աշխատանքը կամ այլևս տրված է իրեն, կամ իրանք այլևս ունեն։ Ուղղակի դա շատ ռիսկային երևույթ է, որովհետև դա ամենաէմոցիոնալ եւ ամենառիսկային արձագանքը կունենա հասարակության կողմից։ Դրա մասին հիմա ուղղակիորեն չխոսել։ Եթե նկատել եք նույնիսկ համանadrության փոփոխության մասին շատ չի խոսվում, հա։ Սրանք են բոլոր օրակարգերն են, որոնք որ իրականություն դառնալու հնարավորություն ունեն։ Ես գոնե թե այդ կասկածը
կարող եմ հայտնել ուղղակիորեն հիմնվելով ոչ թե նրան վրա, թե ինչ է ասել Փաշինյանը, ինչ է արել, ինչ է ասել Ադրբեջանի նախագահը, այլ այդ ասածը ձևափոխված, փոխակերպված, մի քիչ համահարթեցված տեսքով իրականում ինչպես է դարձել հայկական քաղաքական դաշտում իրողություն։ Այնպես ինչպես որ Զանգեզուրի միջանցքը ձևափոխվեց, շտկվեց, տեսք տրվեց, գույն տրվեց, շահառու տրվեց, հա, եւ այլն, բայց դարձավ իրականություն, իդեմս Տրամփի ուղու։ Այդպես էլ այդ 300,000-ը կարող է շտկվի, գույն տրվի, հնարավորություն տրվի, բայց ընտրություններից հետո։ Այդպես էլ ասում են։ Շատ ներվ չբացառվի։ Դա այն բանավոր նաև պայմանավորվածությունների մեջ է մտնում, ես հաճախ եմ լսում ադրբեջանցիներին, որոնց բերում տանում են սրանք, հա, որպես ՀԿ քաղաքասարակություն։ Նրանք հստակ ասում են, որ Փաշինյանի հետ կան նաև բանավոր պայմանավորվածություններ, որոնք պետք է անի, ու ասում են Փաշինյանի խնդրանքով դրանք գրավորում չեն, գրավոր տեքստում չեն ներառվել, որովհետև Փաշինյանը խնդրել էր, որպեսզի հասարակությունը չընդդիմանա եւ այլն, եւ ասում են մենք ընդառաջել ենք Փաշինյանի, հետեւաբար սահմանադրություններ պետք է փոխվի, այդ ադրբեջանցիներն էլ պետք է գան, Ալիևը չի ասել ավտոմեքենաներով են գալու, եւ իրենք ասում են այդ թրիփը որ լինի իրենց մասնակցության մասին խոսելիս, ասում են օրինակ բառացի եմ ասում, այն Ֆարխատ Մարխադին, որ բերել էին սրանք, փայփայում էին, կերակրում էին, նա հստակ ասում է, օրինակ է բերում, ասում է օրինակ Հայաստանում Ռամիլ Սաֆարովը Գուրգեն Մարգարյանին կացնահարած քնած ժամանակ Ռամիլ Սաֆարովը ասում է պրոբլեմ է, չէ, այնինքն պետք է ազատ ելումուտ անի Հայաստանում եւ որևէ մեկը նրան իրավունք չունի կանգնեցնի ստուգի։ Սա է, այսինքն իրենք պարզ բաց ասում են։ Հիմա շորտ ջան, 1000 անգամ ներկայացրել ենք, ուզում եք լսեք, ուզում եք չլսեք։ Եթե ուզում եք փակեք աչքերը, դրանից վտանգը չի անցնում։ Ես կարծում եմ մենք մեր ռեժիմը հիմա պիտի փոխենք սա, որ մենք խոսենք գոնե մեր անելիք անենք, խոսենք բացատրենք անդադ քաղաքացիներին։ Մենք դա երբևէ դա չենք դադարել անել։ Եւ հիմա առավել եւս ամենայն ազնվությամբ մենք դա երբևէ չենք դադարել անել։ Ներողություն եմ խնդրում, բայց տեղ-տեղ արել ենք նույնիսկ ընդդիմությունի շատ ավելի արագ, նույնիսկ ընդդիմությունի շատ ավելի օպերատիվ եւ շատ ավելի որակյալ։ Եվ մեկ բան պետք է ասել, եթե ուղղակիորեն շփվում ենք մարդկանց հետ, չի կարող այն մարդը, ով որ 1-2 անգամ իր կարծիքը փոխել է, չփոխի նաև հետո։ 2028 թվականի Նիկոլ Փաշինյանը կարող է 2026 թվականի Նիկոլ Փաշինյանին սխալ հանել, եթե դա բխի իր շահերից։ Ինչպես 2026 թվականի Նիկոլ Փաշինյանն է իրեն սխալ հանում 2022 թվականի օրինակով, հա։ Այս երևույթը պարբերական է լինելու։ Մեր հասարակությունը պետք է հասկանա, որ նա ով կփորձի հավատալ Նիկոլ Փաշինյանի սկզբունքայնությանը, քաղաքական նարատիվների մաքրությանը, իրեն համար եւ իր շահերից գործելու քաղաքականությանը, դա շատ սխալ է։ Դա ամենամեծ վատությունն է, որ մարդ իր նկատմամբ կարող է անել։ Որևէ մեկը չի կարող ավելի լավ ապացուցել, որ Փաշինյանի քաղաքական սկզբունքայնությունը սկսվում եւ ավարտվում է իր քաղաքական շահով։ Եթե իր անձնական եւ քաղաքական շահը այդ ժամանակահատվածում այդպիսին է, նա կասի, որ սև գույնը սպիտակ է եւ ամեն ինչ կանի դա ապացուցելու համար։ Այո, մեր հասարակությանը եւ մենք եւ ձեր հաղորդաշարը պետք է հուշի, օգնի, որ չի կարելի լինել, մարդը չի կարող լինել իր թշնամին։ Փաշինյանի առաջարկը քեզ համար թշնամի լինելու առաջարկ է։ Սա պետք է ընկալել, սա պետք է հասկանալ։ Եվ նրանք, ովքեր որ մեր գետությունը պետք է վերածեն գործոնի, էքշնի, քաղաքական տեսքի, դա պետք է անեն շատ հանդուգն, դա պետք է անեն շատ արագ։ Հնարավոր չի Փաշինյան հաղթել այս արագություններով, հավատացեք։ Այդ արագությունները պետք է բարձրացվեն եւ քաղաքական ընդդիմությունը Փաշինյան թե իշխանությունը հաղթել, ասես ասենք, որովհետեւ դա տարբեր բաներ են։ Ոնց ուզում եք ասել, դրանից երևույթը իրականում չի փոխվում։ Ես խնդրում եմ ու շատ եմ ուզում, որ հասարակությունը հասկանա հետեւյալը. մի գովացեք նրան, որ ուզում եք ընտրել։ Պահանջեք նրանից, ում որ պատրաստում եք ընտրել։
հարցեր տվեք նրանց ում որ դուք ուզում եք ընտրել մի դարձրեք, մի վերցրեք եւ դրեք ձեր գլխին։ Պահանջեք հաշվետու ռեժիմում պահեք նրանց։ Որ րոպեին, որ այդ հարաբերությունը վերածվում է արևի եւ երկրի հարաբերության, ով իմ արեգակը, իմ ընտրողը, իմ նայա ում որ ես ուզում եմ ընտրել, նրա բոլոր սխալները կամ բոլոր բացթողումները եկեք չնկատենք, ոչ, դուք քաղաքական գործիչներին եւ քաղաքական լիդերներին դրանով լավություն չեք անում, դու վատություն եք անում։ Պահանջեք նրանցից, ում որ պատրաստվում եք ընտրել, վերահսկեք նրանց, ում որ պատրաստվում եք ձայն տալ, ավելի շատ ակնկալիքների պրետենզիաներ ներկայացրեք աշխատանքի առումով նրանց նկատմամբ, ում որ պատրաստվում եք ընտրել։ Սա նախ ձեր ընտրությունը շատ ավելի բյուրեղացնում է, նրանց պատասխանատվության չափաբաժինը ձեր նկատմամբ ավելացնում եւ չի ստեղծում այնպիսի իրավիճակ, երբ որ այդ իր հարաբերությունը ընտրվելուց հետո միանգամից ավարտվում է։ Սա ամենակարևոր երևույթներից մեկն է։ Եվ եթե ձեր ընդդիմության կամ նրան, ում որ պատրաստում եք ընտրել, նրա արագություններից դժգոհ եք, անպայմանորեն արտահայտվեք դրա մասին։ Սա շատ կարևոր բան է։ Եթե ձևակերպումը եւ ոչ քաղաքական նարատիվը Փաշինյանը տանում է քաղաքացու տեսանկյունի վրա, քաղաքացի իրավունքների եւ պարտականությունների չափաբաժին եւ ուրիշ ոչինչ։ Մեր քաղաքական առաջարկը մեր ժողովրդին պետք է լինի հետեւյալը՝ հայ մարդու կերպի, տեսքի, քաղաքական մարդու շահերը ներկայացնելը, այլ ոչ թե զուտ միայն քաղաքացու։ Դրա համար, երբ որ տաճար եք հանդվում Ստեփանակերտում, քաղաքացիական պայմանագրին ձայն տվողները չեն հանում։ Ձայն են քաղաքացիները, հա, ձայն են հանում հայ մարդիկ, ում սիրտը դրա համար ցավում է։ Դրա համար, երբ որ եկեղեցուն հայ պատանու են հարվածում, որպեսզի Փաշինյանը կոմֆորտ զոնայով մտնի եւ դուրս գա եկեղեցի, հայ մարդիկ հասկանում են, որ 18 տարեկան երեխայի դեմքին եկեղեցում հասցվում է հարված, եւ դա հարված է բոլորիս դեմքին։ Երբ որ մետրոյում ապագա արցախցի երիտասարդ, արցախցի շախմատի չեմպիոնը տեսնում է, թե իր մորը ինչպես են նսեմացնում, քաղաքացիները այդտեղ ասելու եւ անելու բան չեն ունենում։ Այդտեղ գոռում է եւ դրա անընդունելիության մասին խոսում է կրկին հայ մարդը։ Երբ որ Փաշինյանին փորձում են պահել իր վարչապետի լիազորությունների շրջանակներում, այդտեղ քաղաքացիները կարծես թե չեն խոսում, այդտեղ խոսում են հայ մարդիկ, ովքեր որ ասում են, որ դու ընդամենը ժամանակավոր իշխանություն իրականացնող ես, այլ ոչ թե առաքյալ կամ մեսիա, ով որ իր վրա վերցրել է պարտականություն որոշելու, թե Հայաստանում ինչպես, ով, ինչ շրջանակներում, ինչը պետք է տեսնի կամ չտեսնի։ Մասիսը պետք է տեսնի, թե չէ, եւ դրանից հետո իր մոտ էմոցիաներ պետք է լինեն, թե ոչ։ Փաշինյանը բերել է քաղաքացու նեղ տրամաբանության եւ հայ մարդու լայն տրամաբանության հակազդմանը եւ հակասությանը։ Մենք այս հակասությունը ուղղակիորեն պետք է կոտրենք։ Ինչ չի թվում, որ երբ որ Փաշինյանը փորձում է կարկանդակ ուտել, որևէ կարկանդակ ուտող մարդուն դա դուր է գալիս։ Կարկանդակ, երբ որ մարդ ուտում է, դա ցույց չի տալիս։ Եվ որևէ տրամաբանության ու պատկերացման մեջ այնպես չի, որ նա կուզենա, որ իր ունենալ այնպիսի մարդ, ով որ ղեկավար երկրի, ով որ իր նման կարկանդակ է ուտում, ոչ նրա սպասելիքները իր երկրի ղեկավարից շատ ավելի բարձր են։ Եվ շատ հաճախ երբ որ ասում են, որ դե սովորական մարդկանց լեզվով է խոսում, սովորական մարդիկ կամ ապրում կամ կենցաղվարում, սովորական մարդիկ սովորական են իրենց բնակավայրերում, տանը, այլ ոչ թե դրա ցուցադրությամբ։ Եվ սովորական հայ մարդը ուզում է, որ իր երկրի ղեկավարը, ով որ իրեն ներկայացնում է, նույնիսկ իրենից մի քիչ բարձր լինի։ Բնականաբար։ Մի քիչ ավելի սոլիդ լինի։ Եվ հայ մարդիկ այդ առումով իրենց որոշումը ընդունելու եւ իրականացնելու լիակատար հնարավորություն ունեն, պահանջելով նրանից, ում որ պատրաստվում են ձայն տալ, արդյունք, արագություն եւ որակ, այլ ոչ թե գովասանք եւ գովասանք։
Պարոն Արտիրոսյան, դուք կարծում եք մարդիկ հասկանում են, որ սա սովորական ընտրություն չէ, այլ ճակատագրական ընտրություն է։ Սա հասկանում են այս բոլոր վտանգներով, հա, այս վերջ-վերջը մարդը հետո թափա տալիս, չէ՞, այդ խոսույթը, երբ որ այսպես տանում այն կողմ այդ պերաշկի նկարները, չգիտեմ, այս ինչի նկար է, ինչի նկար է, իրենց այս սուտ խոսքերը տանում է, մարդը մնում է մենակ։ Ինքը հասկանում է, չէ՞։ Վաղը Սիրիայի օրը կարող է ընկնել, Ուկրաինայի օրը կարող են ընկնել 100,000-ավոր զոհեր, երբ որ դու Զելենսկի ես բերում խաղացնում, դրա հետևանքը, տղա ջան, դու կարող ես քեզ փախցնեն, քեզ բերող ուժերը, միտեղ վայրեջք կատարես, բայց ինչպես զրուցակիցներից մեկ ասել, ջարմեն այս ժողովուրդն է քաշելու։ Ժողովուրդը հասկանում է արդեն, որ սա սովորական ընտրություն չի, որ սա ճակատագրական ընտրություն է։ Դիգիս է, ինչ շատ բարդ հարց եք տալիս։ Ժողովուրդը հասկանում է թե չէ։ Ես որպես մասնագետ ժողովուրդ տրամաբանություններով չեմ առաջնորդվում։ Ես առաջնորդվում եմ ընտրող տրամաբանությունով։ Լավ, ընտրողը հասկանում է, հիմա անունը դնեմ ընտրող։ Որքանով է հասկանում է այնքանով, որքանով իր հետ աշխատում են։ 1000 անգամ ներողություն եմ խնդրում։ Բայց մենք 8 տարի է մենք բացատրում ենք, չէ՞, ինչ բոլոր քայլերը ամենօրյա ռեժիմով։ Այսպես սպունգի պես իրենք ոչ միայն քաշել են, այլ իրենց կյանքով են դա տեսել, այդ սուտը, այդ կեղծիքը սրանց։ Ձեր հարցը ունի երկու պատասխան, կամ չհասկացան, իսկ եթե չհասկացան, ուրեմն 8 տարին քիչ էր, որպեսզի կամ վատ ենք աշխատել, կամ հասկացան եւ Փաշինյանի քաղաքական գոյության եւ քաղաքական գաղափարախոսության ավարտը տրվեց։ Մեր զրույցը ոչ թե ուղղակիորեն ինչ որ մի երևույթների մասին է, այլ մեր զրույցը հետեւյալ տրամաբանություն ունի։ Մենք մոտ ենք հասկանալու համար մենք լավ ենք աշխատել թե վատ։ Ես որևէ քաղաքացու եւ որևէ ընտրողի վրա պարտականություն հասկանալ չհասկանալու չեմ դնի։ Ես դնում եմ։ Դուք կդնեք։ Ես չեմ դնի։ Նշանակում է ես եւ դուք աշխատել ենք ոչ բավարար կամ դա հասկանալու համար շատ ավելի շատ ժամանակ է պահանջվում։ Ես չեմ ընդունում այն խոսույթը, որ ասում են, մենք բոլորս մեղավոր ենք։ Ոչ, ես գիշեր ու ցերեկ աշխատել եմ, ես փորձել եմ բացատրել, ես փորձել եմ աղաղակել սպասվող աղետի մասին, իմ հյուրերի օգնությամբ, որոնք շատ հաճախ ռիսկի են դիմել, իմ բազմաթիվ այս տարիների հյուրեր ռիսկի տակ են եղել, հա, երբ որ նրանք բարձրաձայնել են այդ խնդիրների մասին, որոշները աշխատանքի հետ կապված խնդիր են ունեցել, որոշները անձնական խնդիր են ունեցել, որոշները բազմաթիվ տարբեր։ Այսինքն մենք արել ենք։ Հիմա եւ ընդ որում արել ենք մեծ հոգատարությամբ, ինչպես ես կբացատրեմ իմ երեխային, որ գիտես ինչ սա աղետալի է, որ սա վտանգ է, որ սա էս է, սա ճիշտ չէ, սա սուտ է, սա մանիպուլյացիա է, արել ենք դա։ Հիմա ես ուզում եմ քաղաքացին նույնիսկ շատ հաճախ ես նույնիսկ մեկ-մեկ մտածում եմ, ես հիմա պիտի թողնեմ քաղաքացուն միայնակ, ասեմ, հիմա դու արդեն ամեն ինչ գիտես։ Հիմա դու որոշի։ Չէ՞։ Ոչ։ Վա։ Որևէ պարագայում մի թողեք մարդկանց, որպեսզի Փաշինյանը այդ մարդկանց ձեր ձեռքից տանի։ Որևէ պարագայում։ Կներեք, եթե տանելու է, գուցե որպես կին եմ մտածում, եթե տանելու է 3 տաներ, այսօր 2 օր կլիներ։ Հիմա էտար պահի դրանից քո կյանքը լավանալու է, դրանից եթե նոր աղետ ես ուզում բերես, խնդիր չկա, բայց պատասխանատուն դու ես։ Ուղղակի գիտեք ինչ, եկեք պատասխանատվություն չկրենք, ես չեմ ընդունում, որ ասում մենք բոլորս մեղավոր ենք, ինչու՞ եմ մեղավոր, ինչ չեմ արել։ Չէ, այդ խոսույթը կա, չէ, որ ինչ որ բան ա գալիս, այսպես ֆիլիսոփայական դեպքով, էկ կատվի դեպքով են, որ ասում են մենք բոլորս մեղավոր ենք, ախ, ինչի՞ եմ մեղավոր, ինչ չեմ արել։ Չէ, շատ բարձր այս ֆորմատը թույլ է տալիս, հա։ Ես համաձայն չեմ ձեզ հետ։ Ապա Ես համաձայն չեմ ձեզ հետ հետևյալ տարբերակով։ Հնարավոր է, որ եթե ընտրություններ չլինի, ես ձեզ հետ համաձայն լինեմ։ Հա։ Նորից եմ ասում, եւ դուք հասկանում եք, թե ես ինչ եմ ասում։ Չի կարելի ոչ Փաշինյանական ընտրազանգվածին հիմա ընտրություններից առաջ նրանց հետ խոսել բացի խնդրանքի լեզվից այլ լեզվով։ Չի կարելի։ Դա չի աշխատելու։
մենք պետք է հարգենք մեր քաղաքացիներին եւ մեր հայ մարդկանց, խնդրենք նրանց ականջալուր լինել այն ամենին, ինչի մասին որ մենք խոսում ենք, ձեռք մեկնենք, օգնենք, հանենք ինչ որ մի իրավիճակներից, մենք պետք է նրանց ներառական դարձնենք մեր ցանկություններին եւ մեր ձգտումներին, խնդրենք նրանց, որպեսզի նրանք չոտարեն քաղաքականությունը իրենցից, խնդրենք, տեսեք 5-րդ անգամ եմ ասում, խնդրենք, որպեսզի այն ընդհանուր տրամաբանության մեջ, ինչպիսի տրամաբանության մեջ որ մենք գտնվում ենք, նրանք էլ դառնան մաս։ Հնարավոր է որ ինչ որ բան իրենք են հասկանում, որը որ մենք չենք հասկանում, հնարավոր է որ ինչ որ բան մենք ենք հասկանում, որը որ իրենք չենք հասկանում, բայց դա բացի իրար հետ լինելու եւ միասին լինելու տրամաբանությունից ուրիշ տրամաբանությունով չի աշխատելու։ Ես որևէ պարագայում չեմ ուզում, որ որևէ չկողմնորոշված ձայն ես ինքս փաթեթավորեմ եւ նվիրեմ Նիկոլ Փաշինյանին։ Ես դա չեմ ուզում։ Եվ դա երբևէ չեմ էլ անելու։ Անկախ նրանից, թե ես լավ եմ արել, թե վատ եմ արել, շատ եմ աշխատել, թե քիչ եմ աշխատել, պոտենցիալ էր մարդու հետ, ումից որ ձայնի ակնկալիք ունեմ։ Այդ մարդկանց պետք է խնդրել, այդ մարդկանց պետք է հարգել եւ այդ մարդկանցից մենք ունենք ակնկալիք։ Հիմա երբ մի քիչ քաղաքական գործի նման եմ խոսում, ով որ ձայն է ակնկալում, բայց նրանք ովքեր որ հիմա ձայն են ակնկալում, թող ուշադիր լսեն, թե ես ինչպես եմ խոսում։ Լսեք։ Խնդրեն, աշխատեն եւ վերցնեն իրենց գլխին դնեն պոտենցիալ են մարդկանց, ովքեր որ եւ պատրաստ են իրենց ձայն տալ, եւ պատրաստ չեն առայժմ իրենց ձայն տալ։ Հակառակ տրամաբանությունը նա է, որ այդ ձայնը գնալու է Նիկոլ Փաշինյանին։ Այլ տրամաբանություն, այլ մեթոդաբանություն, կշտամբանքի, խարազանման եւ այլնի տրամաբանություն ընտրություններից առաջ կիրառել չի կարելի։ Հանրային պարսավանքի տրամաբանությունը։ Այս եթե գնում է Նիկոլ Փաշինյանին, խնդրեմ բոլոր հետևանքները պատկերացրեք ինչ է լինելու։ Քաղաքագետները ինչ որ իմաստով տեխնոլոգիել եք։ Այդ որ կարգախոս են արել եւ այդ քաղաքացիորը դրել խորովածի առաջ փակցրել էին ԿՊԱ-ականները, որ եթե չկա Նիկոլ Փաշինյան, չի լինի Հայաստան։ Հա, այս աշխատեց ու փայլու գլխում էր առաջադրել, որտեվ ես տեսա մարդկանց մոտ դա հակառակը բան առաջացրեց զայրույթ։ Այսինքն նույնիսկ պարզ բան են ասում, տղա ջան, եթե քեզ վաղը բան օրինակ ասես շատ խմես ու ինֆարկտ խփի, Նիկոլ Փաշինյանը ինքը անձամբ Հայաստանի գոյությունը կապել է իր գոյության հետ։ Հա? Այն ինչ որ դուք տեսնում եք այդ պաստարի վրա, դա սեփական իր արտադրած նարատիվն է։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է չեմ լինի ես, կլինի պատերազմ եւ ֆոբիան ավելի խորացվում է, այդտեղ ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է, էլի, հա, այդտեղ ամեն ինչ սկսվում եւ ավարտվում է։ Ինքը արդեն դա ֆոբիա է, վախ է։ Դա փչված էգո է։ Դա անհամաչափ փչված էգո է։ Վերջը եկեք հասկանանք, իշխանությունը շատ բարդ բան է։ 8 տարի իշխանության մեջ եղած մարդը փչվում է, ավելին իրան ավելի շատ փչում են կողքից, նրանք ովքեր որ անմիջականորեն կախված են իրարից, հա, դա իշխանության անատոմիան է որպես այդպեսի, նա կտրվում է ինչ որ չափ իրականությունից։ Այդ իրական մետրոյում նրա հակազդեցությունը դա մի հատ էլեմենտ է, երբ որ ինքը բախվում է մի իրականության հետ, որի մասին նա կարող էր իմանալ, բայց դա ինքը իր աչքով է տեսնում։ Երբ որ գոռում էր կնոջ վրա եւ երեխայի, հա, ինքը այդ բախումն էր փորձում հանել, ինքը այնքան քիչ թե շատ վստահ է, որ ամեն ինչ անելով գնում է առաջ, որպեսզի բան փոխվի, որ այդ բախումը ուղղակիորեն բերեց այդպիսի ներվային արձագանքի, երեկոյան ստիպված եղավ ներողություն խնդրել։ Իսկ այդ ստիպված եղավը ներողություն խնդրելու առումով մեկ բանի արդյունք էր։ Կար հանրային պարսավանք երևույթին։ Նա գնաց այդ հանրային բայց ոչ մեկ չհավատաց նրա ներողությանը, բնականաբար։ Էական չի հավատաց թե չէ։ Որտեվ դրան զուգահեռ իրենք թիմակիցներով ատելություն էին քարոզում այդ երեխայի ու մոր հանդեպ։ Էական չի նա հավատաց թե դա իրական ասեց թե չէ, հա։ Ֆորմալ առումով դա ասեց։ Քաղաքական առումով փակվեց թեման, հա։ Դրանից հետո շարունակեց շատ ավելի վատ են երևույթը, որը որ շարունակվեց։ Իրա վրայից թեման դուրս եկավ, որպես այդպեսի։ Իմ եւ ձեր համար դուրս չեկավ։ Բայց նրանց համար որ կիսով չափ անընդունելի էր այդ երևույթը։ Ես բախտավոր մարդ եմ, ես չեմ տեսել այդպիսի մարդ, որին դուր է եկել դա։
ես բախտավոր մարդ եմ, հա, շատ ծանր կտանի, եթե տեսնի, դե քվայականները པարզ է, իրեն շեֆի բանը, այսպես խնդիրը նա չի թե ումա դուր եկել։ Փաստով դնում էին նույն Խնդիրը նա չի լեքսիկոնը։ թե ումա դուր եկել, խնդիրը նա ում որ դուր չի եկել, արտահայտվելա թե ոչ։ Նույն տրամաբանությունը, ինչպես որ նրա համար ում որ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը անընդունելի է այնքանով, այդ մարդը գնալու է ընտրության, թե ոչ։ Մի հարց էլ քննարկենք ու ամփոփենք։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը հիմա շատ པարզ գրել է իր ՔՊ-ի ծրագրում, որ գալու է եկեղեցու հետեմ հարձակումները շարունակելու է, կաթողիկոսը հանելու, այսինքն ինքը արդեն ի սահմանադրություն է խախտում, ու այո, իրավապահները պետք է վաղուց արդեն իրենով զբաղված լինեին։ Բայց հիմա ինչ է ստացվում։ Ոչ միայն եկեղեցին, այնտեղ տարբեր բաներ կա։ Ինքը ասում է, այո, պետք է էս անենք, այո, բա պիտի տարածքների հանձնում պետքա լինի, չէ՞, որոշ տարածքներ հանձնելու են։ Ռիսկ չի անում, ասի Ադրբեջանին զոր քթանի, նրանց չի կարողանում հակադարձի, նրանք սպասում են Նիկոլը ընտրվի, տեսեք, Բաքվի բաներում էլ փողոցներում Նիկոլի քարոզարչական բաներներ ցուցադրվում։ Հիմա ժողովուրդը հասկանում է մի կարևոր բան կամ գուցե մենք պիտի նաև բացատրենք, բացի քաղաքական գործիչները, ես կարծում եմ, որ նաև իմ գործն է, որպես քաղաքացի, հա, այսպես ասած, մինչև վերջին վարքյանը ես դա պիտի անեմ, սա իմ աշխատանքն է նաև, որ ժողովուրդ ջան, հիմա արդեն ծրագրում գրել է, վստահ եմ 99%-ը չեք կարդալու այդ ծրագիրը, բայց իմացեք, եթե Աստված մի արածցե, իրեն հաջողվի վերարտադրել իր իշխանությունը, նա դա անելու է, ասելու է, դուք եք ինձ ասել անեմ։ Հիմա, այսինքն մարդկանց Պողոսին, Պետրոսին, Գյուլնաստատին, մյուսին, Մարուստատին, չգիտեմ ումը հանդիպում, հա, այդ տեսարանները բեմադրում, ասելու է դու հանցակից ես ինձ։ Այս իդեպ Նիկոլը միշտ բան հատկություն ունի, էլի, իրեն վաղուց գիտեմ, ինքը ուզում է, ինքը որ փչացած է, հա, ցեխոտ, կեղտոտ է, ինքը փորձում է իր շրջապատին էլ նույնը սարքի։ Հիմա քաղաքացին սա հասկանում է, որ Փաշինյանը իրեն հանցակից է դարձնում։ Իսկ քաղաքական ուժերը հասկանում են։ Հա, Քաղաքական ուժերը ինչ են անում, որպեսզի քաղաքացին եւս հասկանա։ գնում են խոսում են։ Դու ավելի շատ թող խոսեն։ Ավելի շատ թող բացատրեն։ Երբ որ Նիկոլ Փաշինյանը իրեն իրավունք է վերապահում, հստակ քաղաքական իր ծրագրի մեջ գրել, վստահ մեկ բան, որ հայ առաքելական եկեղեցին այլևս նախկինը չի լինելու, ես եմ ձևակերպելու, թե հայ առաքելական եկեղեցին ինչպիսին պետք է լինի, ինչպիսի պրոֆիլավորում պետք է ունենա կաթողիկոսը, ինչի իրավունք պետք է ունենա, ինչի իրավունք չպետք է ունենա, հա? Նա չի վախենում դա անելուց։ Հակառակը, երբ որ ես ասում եմ թող լավ բացատրեն, երբ որ քաղաքական ուժերը վախենում են իրեն ցուցակների մեջ ներառել հոգևորականի, ով որ գոնե այդ ժամանակահատվածում հասկանալով որ լավ ամենակարևոր ինստիտուտի, հազարամյա ինստիտուտի նկատմամբ այդ աստիճանի մարտահրավեր է գնում, նա չի էլ վախենում բաց արտահայտվել դրա մասին, բայց ընդդիմությունը վախենում է որպես դրա պաշտպանական գիծ կամ գոնե քաղաքական պաշտպանական գիծ հոգևորականի ներառել սեփական ցուցակի մեջ ցույց տալու համար, որ ունի հանձնառություն այդ քաղաքական գիծը տապալելու։ Դուք հիմա կուզենաք բոլոր։ Հա, բայց եկեղեցու մասին խոսում են բոլոր ուժերը։ Եվ Սամվել Կարապետյանը, եւ Գագիկ Ծառուկյանը, եւ Հայաստան դաշինքը, եւ Արման Թաթոյանը բոլորը խոսում են։ Եկեղեցու դեմ մղվող պայքարում քաղաքացիական պայմանագիր կուսակցության գլուխը իրենս Նիկոլ Փաշինյանի այդ պայքարը մղում է քաղաքականապես դրան ընդդիմացողները եւս դրա դեմ պետք է քաղաքականապես պաշտպանվեն եւ դրան քաղաքականապես հակադարձեն այլ ոչ թե հումանիտար երբ որ ես ասում եմ որ նա չի վախենում քաղաքական ծրագրի մեջ ներառել հակաեկեղեցական պայքարը իսկ դուք վախենում եք հոգեվորական ներառել որը որ քիչ թե շատ ինստիտուցիոնալ ներգրավվածություն կունենա, հա, ինստիտուցիոնալ ներգրավվածություն կունենա, ձայնի տեղ կունենա, քաղաքական միջավայրում կունենա իրավունք դրան դեմ արտահայտվելու եւ գիծ պահելու։ Մենք հասկանում ենք տարբերությունը։ Այ
այս տարբերության ընկալումներով էլ, երբ որ ասում եք թող հասկանան, դե թող հասկանան, որ բյուրոկրատիզմ խաղալը քաղաքականության մեջ հատկապես ընտրապայքարի ժամանակահատվածում շատ ավելի շատ կարող է վնասել, քան շատ ավելի շատ օգուտ տալ։ Գիտեք, երբեմն ինչ նախանգարում ես դա նկատել եմ, որ քաղաքական գործիչներ կան, ուժեր կան հիմա, որ օրինակ պայքարում են, իրենք մտածում են, վայ հանկարծ այնպեսի բան չասեմ, որ օրինակ ասենք թե ընտրողների այս հատվածը ինձնից երես չթեքի, վայ հանկարծ ասենք թե արտաքին դերակատարները սխալ չհասկանան, վայ չգիտեմ ինչ։ Ես կարծում եմ պետք է ձերբազատվեն ու անպայման չի, որ ինձ բոլորը սիրեն։ Ինձ պիտի նաև զզվեն, ինձնից զզվեն, ատեն, չսիրեն, չգիտեմ, ինչ ասեք կա։ Դուք անպայման չի ինձ բոլորը սիրեն։ Հոյակապ օրինակ եք բերում քաղաքական վարքաբանության, երբ որ մարդ կարող է գնալ քիչ թե շատ ռիսկայնության, բայց պահել իր ընտրազանգվածը կայուն, հստակ եւ այդ ընտրազանգվածի հետ խոսել շատ բաց, ազատ ակնկալիքների լեզվով, քան վերցնել մի այսքան ընտրազանգված մաքսիմալ։ Նրանց հետ խոսել այնպիսի բոլորին դուր գալ։ Դա սխալ է։ Եվ նրանց հետ խոսել այնպիսի լեզվով, որը որ այդ մեծամասնությանը հասկանալի չի եւ կորցնել նաեւ սա։ Հիմա խնդիրը նաև, երբ որ ես անընդհատ ինչ որտեղ պրետենզիոն բաներ եմ ասում, բոլորը ուզում են խոսել մի ունիվերսալ քաղաքական լեզվով, ոչ մեկ իր ընտրանքի հետ կամ ինչ որ հանրային շերտի շահերի բարձրացման տեսանկյունից չի փորձում խոսել։ Լավ, հասկացանք, որ դուք բոլորդ գնում եք մեծամասնություն հավաքելու, ում խոսացնում ես, ասում ես գնում եմ մեծամասնություն հավաքելու։ Իսկ միգուցե ինչ որ մեկը ինչ որ մի փոքրամասնություն, բայց վստահ եւ հստակ, հա, վերցնի իր վրա եւ դա ունենա գոնե անցողիկ տեսք, անցողիկ տեսք։ Հա, իհարկե։ Դա նշանակում է նաեւ ճանաչել քո ընտրողին։ Միանշանակ եւ շատ ավելի խորը եւ շատ ավելի խիտ ներկայացնել այդ ընտրողների այդ շերտի շահերը։ Շնորհակալ եմ։ Պարոն Մարտիրոսյան, շատ հետաքրքիր զրույցի համար, հարգելի հետևորդներ, դասեր հաղորդաշարների եթերում իմ զրուցակիցներ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագիտության թեկնածու, դոցենտ Վլադիմիր Մարտիրոսյանը։ Կհանդիպենք։ Հաջողություն ձեզ։